Ինչի Հայաստանում չեն սիրում հարուստ մարդկանց։ Ես բոլորի հանդեպ անկեղծ եմ, իմ հետ անկեղծ չեն եղել իմ աշխատակիցները։ Երկար տարիներ խոսեցինք նրանից, որ բիզնեսը շատ լավ բան է, բայց մենք եկեք վատ բաներից խոսանք։ Դե մենք ստեղ հաջողություն չունենք, ապա մենք իրավունք չունենք հայկական բրենդ կոչվելու։ Փորձում ես բիզնեսում լուծել խնդիր, որը ստեղծել է բիզնեսը ինքն իր համար։ Դա ղեկավարից է։ Բիզնեսը շատ բացասական կողմեր ունի։ Բա ինչ եմ անելու։ Բա ոնց, բանտանիկս ոնց պայեմ։ Բոլորը կարող են շուկայում հաջողության հասնել։ Հա, որ Եթե չես կարող ճանապարհի կեսից փոշմանելու ես, ավելի լավ է ճանապարհով չգնաս։ խոսում եմ այդ մարդկանց, այդ հասկանում որ այս մարդը գործարարության պետք չի գնա։ Կարծում գնալով սերունդներ ավելի թույլ են դառնում։ Աշխարհի զումերների 70%-ը սպասում է, որ ինքը ապագայում դառնալու է բլոգեր։ Մեր Հայաստանի ստրատեգիան պետք է լինի նիշային շուկաները։ Իրենց կյանքը ավելի վատն է, քան կարող էր լինել։ Բոլորս կարող ենք հասնել, բայց հասնում են քչերը։ Այդ պրոյեկտի հետևում կանգնած ես դու եւ Կարո Այրումյանը։ Ասում բայց ես չեն կարող արտադրել երեխաներին էներգետիկ տալը քրեորեն պատժելի է, էլի կարելի ասել։ Խուտուտոտ հարց եմ ուզում տալ քեզ։ Լսում եմ։ Ողջունում եմ ձեզ, դուք դիտում եք Homodeus-ը եւ իմ այսօրվա հյուրը Ռոբերտ Հովսեփյանն է։ Ողջույն Ռոբերտ։ Ողջույն Դավջան։ Մենք դուքով չենք խոսելու, քանի որ մենք 14 տարվա ընկերներ ենք ու քոլեջից իրար հետ արի սկսենք այդ պատմությունից, էլի։ Արի ես ուրիշ բիզնեսի հետ կապված հարցեր եմ ճիշտ ասած պատրաստ։ Արի սկսենք։ Արի սկսենք նրանից ոնց ծանոթացանք, ոչ թե ինձ նկարագրի, այլ քո պատմությունը, քո տեսանկյունից։ Այո, քո կադրով ոնց էր այդ ամեն ինչը։ Փորձեմ դե 11 թվականներ ես այն ժամանակ եւի 17-18 տարեկան երիտասարդ էի ֆրանսիական համալսարանի ես դու եվրոպական ես չէ սովորում Իսկ քոլեջում ես սովորում։ Քոլեջում ես սովորում մի քանի տարի այն ժամանակ այդ տարբերությունը երև ակնհայտ էր 15-16 է այդ ժամանակը։ Մենք 2 տարեկան էր ամեն դեպքում երևում էր հիմա ասես մի տարիքի են կարելի ասել ընկերս այնց տեսնում ֆրանսիական ասում եմ մտնես տաղանդավոր տղա եմ տեսել բիթբոքսինգ անում Ես beatboxing-ի մասին ընդհանրապես չէի լսել ու շատ լավ հիշում եմ մեր այնտեղ կաֆետերիա ունենք, այդ կաֆետերիայում հանդիպեցինք, երեքով նստած ենք ու չէի պատկերացնում, չի ակնկալում ինչա beatboxing-ը, մենք էլ Դավիթը սկսեց այդ beatboxing-ը նվագել, անել, չգիտեմ ոնց է կոչվում։ Դա անել են, երբ անում են։ Շատ լավ։ Ես ինձ ապշեցի ճիշտ ասած, գավառտեսությամբ տեսել էի, չգիտեի անով beatboxing-ը, բայց որ իրականում ես տեսնում որ մարդը կարող է ոնց որ մի քանի հնչյուն առանց բերան ինչ որ այլ բաներ անելու ուղակի ստեղծի, ես ապշեցի ու հասկացա որ տաղանդավոր տղա եմ դեմը։ Մեր երկրորդ հանդիպումը կարծում եմ փողոցում պատահական եղավ մի քանի տարի հետո, երևի 5, 6, 7 տարի հետո, մենք իրար պատահական ենք տեսել։ Բանակից հետո երևի արդեն։ Բանակից հետո էր, հա։ Եթե չեմ սխալվում, Բաղրամյան փողոցներ մենք իրար պատահական տեսանք։ Դու այն նոր սկսում էր, ես հիշում եմ արդեն բանով տեսա, համազգեստով, կոստյում, գալստուկով, սենց գեղեցիկ սիրուն հագնված, սենց զգացում էր, որ կյանքումդ դու նպատակ ունես, այդ նպատակը ուզում ես անպայման իրականացնես, ու մեջ սենց երան տեսել շատ ուժեղ։ Գանգրայր պատանի էի։ Այո։ Կրակ կար քո մեջ, այդ կրակը հիմա էլ կա, հիմա փորձառու կրակ է, այն ժամանակ կրակ ու կրակ էր։ Իսկ մեջից դա է սենց վառող զգում, հա։ Հետարքիր պատմություն էր իրականում։ Հա, ուրեմն Ռոբերտ ոնց ենք ծանոթանում ու այդ պատմությունը այդ beatbox-ի ուրեմն ես մութ անցյալում տարվում էի ինչ-որ բաներով ու այդ ընտից տանում են ինչ-որ ժամանակ ու հետո ես այդ ամեն ինչից հետ էի գալիս, քանի որ բնավորությամբ շատ ֆանատիկ չեմ, ամեն ինչից շուտ եմ հոգնում քանի որ ամեն ինչի մեջ փնտրում եմ նորություն, այո։ Ինչ որ բաներ կա, որ չես օգտվում։ Օրինակ հիմա այնպեսի ոլորտում եմ, որից չեմ հոգնում մի պարզ պատճառ, որտեղ ինքը անverջ բացահայտվող ոլորտ է, իսկ այդ ոլորտում, որում ես էի այն ժամանակ, ես իմ համար ոնց որ հասա իմ չասել պատալոգին հասա, համերգներ էի տալիս արդեն բանով էլի, բայց համենայն դեպս Հայաստանում beatbox կամ ինչ-որ երաժշտություն իմ կյանքը ոնց որ շատ քիչ էր կապված ու ինձ կապող բաներ շատ քիչ կար այդ ամենի հետ, հետեւաբար շուտ թողեցի այդ ամենը, այդ նավյաշիվը իդեա երաժշտությամբ զբաղվելու, բայց լսողությունս քանի որ տանից ընտանիքից զարգացած էր, տենց է էլի, երաժշտական լսողություն ունեի ու կարողանում էի արագ վերարտադրել ինչ որ լսում եմ։ Մեկ էլ ստացվում էր բցգցը անել բերանով։ Ուրեմն հա որ իրար հետ ծանոթանում ենք, ինձ էլի տենց ներկայացնում են Ռոբերտը բանման, գալիս եմ դե ճա նստած ենք մեր համար բան ենք անում էլի ինչ որ ժամանակ ենք անցկացնում, դասերից թռնում ենք, ժամանակ ենք թռցնում։ Հետո հիշում եմ որ մենք
ավելի հաճախ սկսեցինք քո սրճարանում հանդիպել, որը դու բացեցիր հենց առաջին քո բիզնեսը համալսարանում ու հենց հետաքրքիր է որ բիզնեսն էր, բայց հա մեր այդ երկրորդն էր արդեն մենք մեր կյանքի այդ գլխավոր ոնց որ ընդունակությունները ոնց որ քոլեջից սկսել ենք դրսևորել դու քոնը ես իմը ամեն մեկը իր հողությամբ արդեն սկսում էր առաջին ծիլերը տալ 17-16 թվականն եմ հիմնել հա այն ժամանակ երբ Սլավոնականում հիմնվեց մեր ընկերների Coffee House-ը դու կոֆեի էլի բիզնես էիր անում եվրոպականի տարածքում բիզնեսը 15 թվականին եմ հիմնադրել էլի սուրճի հետ կապված եղել Café de Paris Այո, Հիսեն Պողոտայի վրա, իրասխալներով, լավով, վատով, ամեն ինչով իմ առաջի մեծ փորձն էր, այսպես ասած։ Take away-ը արդեն որ հիմնեցի ֆրանսիական եվրոպականում, դա երկրորդ իմ փորձն էր, որը հաջողվեց։ Առաջինս չէր հաջողվել։ Հենց դա այն օրինակն է, որ փորձել եմ չի ստացվել, նույնը Coffee House-ի տղեկն են, մի քանի անգամ փորձել են Սլավոնականի մոտ տարբեր պարտներներով, հա, տարբեր ձևով ու չի ստացվել, բայց չեն հանձնվել առաջ են տարել գործը դրա համար չեն ընկճվել ու ստացել են այն ինչ ստացել են լավ իմաստով այո երևի քոնը կոֆեի բիզնեսը չէր որովհետև դու կոֆեի բիզնեսում մի քանի անգամ ես փորձեցիր իմներ ես սուրճի բիզնեսը շատ եմ սիրում ընտանեկան ասում եմ այսպես ասած պատճառներով չեմ շարունակել որովհետև բիզնեսի բաժանման մեր բիզնեսը ընտանեկան բիզնես է բիզնեսի բաժանման խնդիր եղավ մեր ընտանիքի մեջ հայրս այ երկու երեխաներս են ու այդ մասով բիզնեսի այսպես ասած հասունացել էր այն բանը որ պետք է բիզնեսները բաժանվեին որպեսզի համնազարգանար ու սուրճը ոնց որ գնաց այլ ուղղությամբ ես այլ ուղղությամբ գնացի դու գնացիր Հայկոլայի ուղղությամբ ֆարսաշ կինոն նայել ես չէ՞ որ Պոլ Ուոքերը ձախա գնում հա բայց իրենք չեն ուզում տարբեր կողմ գնան բայց ստիփած գնում են Վին Դիզելը ձախա գնում աչա գնում են հա ուսամ ես Վին Դիզելն եմ հա այս մասով Սամոր իհարկե ու այդպես սուրճը ոնց որ իմ կողմի մոտից գնան դե սուրճի մոտից գնացի չնայած որ իմ գիրքը այդ ժամանակ այն սուրճներ է սուրճի հատեկից սկսած մինչև այդ էսպրեսոն ամեն ինչը էսպրեսոն շատ եմ սիրում ուղղակի սպասում եմ այն օրվան որ սուրճի մեջ կմտնեմ այդ օրը մոտիկ արդեն պլաններ ունենք արդեն պլանները իրագործելիության այսպես ասած փուլ ենք ուզում մտցնենք հա հետաքրքիր է հետարքի պրոյեկտներով հետարքիր համագործակց կոլաբներով այսպես ասած բայց ինձ սուրճի ոլորտում հա դեռ չեմ կարող քաղաքարտերը բացել բայց մի քանի ուղղությամբ սուրճի մասով Հայաստանում նորարարություն ենք ուզում մտցնել հետաքրքիր է այն ժամանակ երբ որ Starbucks ուսումնասիրում է շուկան մեր արժի Չէ, դասական սուրճի կապ չունի դրա Starbucks-ի հետ կապ չունի ինքը։ Բայց take away սուրճերի մասին չի խոսքը։ Չէ, take away սուրճերի մասին չի խոսքը, քանզի մեր բիզնեսի հենց ուղղությունը որտեղ ես այս բային կամ ինքը արտադրությունն է։ Արտադրության ոլորտը եւ մեր պրինցիպն է չներմուծել։ Մենք չենք ներմուծում պատրաստյա արտադրանքներ, իհարկե հումքեր ստիպված ներմուծում ենք, որովհետեւ Հայաստանում ամեն ինչ չի որ կա կամ որակով կա։ Մեր պրինցիպը հենց արտադրելն է։ Ուզում ենք արտադրենք սուրճ, բայց չլինի մեր դասական սուրճերը, պլաստիկ բաժակներով 100-150 դրամանոց ոնց որ այդ սեգմենտին չենք մենք թիրախավորում ենք ավելի բարձր որակյալ հենց Starbucks անունը որ շեշտեցի Starbucks-ի որակ Starbucks-ի համ բայց հասանելի եւ տեղական ոնց որ հայկական բրենդով այսպես ասած հետաքրքիր է արտադրություն մեզ ներդրում ենք այս բային արդեն լիզինգով վերցրել լիզինգով ֆինանսավորվել ենք հոսագծերն ենք արդեն գնում խոսքը բավական մեծ մյուս տարի հունիս-հուլիսին կարծում եմ արդեն խոսենք դրա մասին ավելի առարկայական այո խոսենք չկանենք արդեն կտեսնենք բոլորս կխոսենք անելուց հետո այսպես ասեմ էլի մենք միշտ սիրում ենք խոսել անելուց հետո դու մի խոսքով իմ մոտ տպավորվել ես հենց քոլեջի տարիներից մարդ ով շատ ոնց կա հիմա Ռոբերտը այտենց հանգիստ այտենց սուս շատ համեստ ու իր կերպարից դե մանավանդ քոլեջի տարիներին երբ որ մենք հանդիպում էինք այդ ժամանակ ոչ խոսում էինք բիզնեսի մասին կամ հետաքրքրվում էինք բիզնեսով դու զբաղվում էիր արդեն այդ ժամանակ դու արդեն 1-2 բիզնես ունեցել էիր 15 թվականին հա բայց առաջ մեր հանդիպմանը ես պատկերացում չունեի կյանքը ինչ է իրականում մենք հանդիպել ենք ես չգիտեի ինչ եմ սովորում չգիտեմ ինչ եմ ֆրանսիական ընդունվել այսպես ինքսի մեջ դեռ ինչ ճանաչելու շրջանում էի իդեպ դու ֆրանսիական համալսարանի այն ոդքասթին յուր գնացել ես արդեն չէ
Եթե մեզ նայում եք, ընկերներ, անպայման հրավիրեք Ռոբերտին, ձեր համալսարանի շրջանավարտը այսպիսի մեծ հաջողությունների է հասել ու արժի անպայման հրավիրել։ Այնտեղ հրավիրում են այն շրջանավարտներին համալսարանի ֆրանսիական, ովքեր կյանքում լավ հետաքրքիր գործերով են զբաղված։ Շնորհակալ եմ, Նավ ջան։ Հիմա մի հետաքրքիր հարց տամ քեզ, դե ձեր բիզնեսը ոնց որ արտադրությունը ի վերջո ռազմավարական տեսանկյունից գնում է արտահանման ուղղությամբ։ Ինչ խնդիրներ ունենք հիմա Հայաստանում բիզնեսի համար, որոնք խանգարում են արտահանել ապրանքները դուրս։ Եվրոպական շուկաներ, թեկուզ հենց մեր տարածաշրջանի շուկա, Վրաստան եւ այլն։ Խոչընդոտներ կարծում շատ կան, բայց ուզեցողը, եթե ուզում ես, միշտ էլ կարող ես արտահանել։ Այսինքն նույն սերտիֆիկացիան, որ պետք է լինի ինքը օրգանիկ, կամ պետք է լինի ISO սերտիֆիկացում, մի խոսքով սերտիֆիկատներ կան, որը Եվրոպան կարա պահանջի, շատ հեշտ դու կարող ես նույն հեշտ չասեմ, ֆինանսականը եւ ժամանակայինը կարող ես ստանալ անգամ ինչ-որ ստուգումներ են գալիս անում, հա։ Ստուգում սերտիֆիկացնող մարմինն է, որը գալիս է տեսնում է դու համապատասխանում ես թե չէ։ Օրինակ մենք այս պայն ունենք ISO 22000 սննդի անվտանգության սերտիֆիկատը, որ ամեն տարի աուդիտ է հասնում եւ 2-3 տարին մեկ իրան 0-ից նորից կարելի ասել ստանում ես։ Այսինքն ստանում ես 3 տարվա համար, բայց ամեն տարի գալիս են քեզ աուդիտ են անում։ Տեսնում ենք օրինակ պատուանի վրա ցանցը կա, որ միջատները չմտնեն ներսա, հայտնվեն սննդի մեջ։ Քո աշխատակիցները ունեն համապատասխան համազգեստ սննդի արտադրություն էս էլի ամեն դեպքում հիգիենան կա թե ոչ։ Մի խոսքով սերտիֆիկացումը անցնելը կարծում եմ բոլորս էլ կարող ենք, ներդրման եւ ժամանակի հարցը։ Բայց ինչ որ ուրիշ խնդիր կա, ենթադրում եմ, եթե սերտիֆիկացիան լիներ խնդիրը, կարելի է այդ հարցը։ Չէ, սերտիֆիկացիան ուզում ասեմ դա այն ամենափոքր խնդիրներից է։ Առաջի քայլերից։ Այո, չէ, ինքը առաջի քայլը չէ, առաջի քայլը իրականում շուկայի ուսումնասիրությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ շուկան աշխարհում կուզենա որ ապրանքը, որը կարա միայն Հայաստան արտադրի։ Դա կլինի մեղր, թե կլինի չորամիրգ, կապ չունի, հա։ Ըմպելիքների մասով, ես կասեմ մեր ոլորտում ինչա կատարվում, բավական դժվար ոլորտ է արտահանելու համար համաշխարհային։ Այսինքն դու կամ պետք է լինես հնչեղ անուն, որը մենք ունենք, հա, հանքային ջուր ունենք, որը արտահանվում է, բայց այն էլ նույն բորժոմի չափ չի արտահանվում, ուզենամ շատ ավելի արտահանվի մեր գործընկերներն են, հա, այսպես ասած, որոշ չափով մրցակից են, բայց մեր հայկականի դեպքում մենք միանշանակ ուզում ենք օգնենք մեր գործընկերներին։ Մեր մասով եւս ես product եմ մշակում ոչ թե Հայաստանի համար, հետո արտահանեմ դուրս, այլ մենք մշակում ենք product Հայաստանի համար եւ product դրսի համար։ Որովհետեւ նեյմինգով առնվազն պետք է դրսի շուկայում փոփոխություններ անեք։ Միանշանակ, բայց մենք հենց նեյմինգի մեջ ընտրել ենք հայկական անուններ։ Շատ այսպես ասած մեր համար շաբլոն անուններ ենք ընտրել, բայց դրսի համար հնչեղ եւ հայի ականջին հնչեղ ինքը կրին եւ արտասահմանցին չի դժվարանա արտասանել։ Այսինքն մենք հայկական արմատներով անուններ ենք ընտրում արտահանման համար։ Մտածել, բայց իրոք հայ կոլան լավ է հնչում։ Նույնիսկ եթե արտասահմանցին է ասում։ Հայ կոլան իրականում կարծում եմ որ հիմնադրել են 96 թվականին, չեն մտածել արտահանման մասին։ Ես մեր նոր բրենդերի մասին եմ խոսում, օրինակ ջուր բրենդ ունենք, որը գրվում է JOOR-ը, հա, double O-ով, եւ Hut ունենք բնական ըմպելիքներ, Hut-ը։ Որ շատ բարձրանուններ են շաբլոն, այսպես ասած, մեր Հայաստանում մետարկություն չի առաջացնում, բայց Ամերիկայում նույն այդ բառերը ֆուրոր է առաջացնում։ Ոնց կպել ենք այդ ալիքին մարդկանց մոտ հայրենասիրության ինչ որ կարոտ կա, ներքին կարոտ արտանում։ Հիշացնում է իրենց հայրենիքը։ Եթե այնտեղ ապրում է 3 միլիոն հայ ու իրան կարողանան դա առաջ տանել, միանշանակ ամերիկացիները սկսել օգտվել է ու այսպես մտնելու ենք ինչ որ ոլորտ, որը Հայաստան անգամ 50, 60, 100 Այսինքն կարող ենք աշխատել շատ ավելի մեծ գումարներ, բայց Հայաստանը մեր համար մեկը առաջնային շուկան է, որովհետև եթե մենք այստեղ հաջողություն չունենք, այստեղ մեզ սպառողը չի վստահում, ապա մենք իրավունք չունենք հայկական բրենդ կոչվելու։ Դա եւս մեր պրինցիպներից մեկն է։ Հայ սպառողը առաջինն է, նոր արտահանումը։ Բայց ամեն դեպքում ստրատեգիական մեր ճանապարհում, ռազմավարական ճանապարհում արտահանումը մեր հիմնական ուղղությունն է։ Մենք ուզում ենք մեծ մասը մեր ապրանքի արտահանել, որ Հայաստանի օգուտն է միայն լինելու, այստեղ շահութարկ ենք վճարում, այստեղ արժեք ենք ստեղծում, հա։ Ինքը բավական ազդող տնտեսության շատ ազդող ֆակտոր է, իհարկե արտահանումը։ Մանավանդ երբ որ ավելացված արժեքը որ դու առաջարկում ես թանկ է լինում, այսինքն պրեմիում ապրանք ես դու արտահանում։
ես մաչելի product արտահանելու ոչ նպատակ ունեմ, ոչ ցանկություն։ Մենք ուզում ենք know-how ստեղծենք, որը կվաճառենք ոչ թե 1, այլ կվաճառենք 5, 400-500% անոց մարժայով կվաճառենք ու մարդիկ կառնեն, որովհետև ինքը իրան ալտերնատիվ չի տեսնի, այդ product-ին ալտերնատիվ չի գտնի։ Լոգիստիկան խնդրեմ է, այդ առումով լոգիստիկան խնդիր չէ, այսօրվա այս գլոբալ աշխարհում լոգիստիկան խնդիր չի, միայն խնդիրը այդ lead time-երն է, այսինքն դու այսօր արտահանեցիր, նայած ուր ես արտահանում, նավով է գնում, թե ինքնաթիռով է գնում, կարա միջև 3 ամիս տևի, այսինքն այդ ցիկլը, ցեպոչկան, այսպես ասած, շղթան, դու պետք է կարողանաս supply chain-ի շղթան շատ ճիշտ կառավարես։ Քո գործընկերն էլ դու էլ, որ product-ը stock out չլինի, իր մոտ ճանապարհին չմնա փչանա, դա էլ է շատ կարևոր, ճիշտ գործընկեր ընտրես, որտեղ 3-4 ամսվա ճանապարհ անցնում արևի տակ, մեն էլ փչացող product-ը կարա փչանա։ Ամեն դեպքում Բորբոսնի արևի տակ 40 հատ ճանի տակ մնաց կապչանախնդիրներ կան իրականում։ Homodeus podcast-ը նկարահանվում է Spin-ի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ Spin-ը բացի վիդեոարտադրությունից նաև զբաղվում է մարքեթինգային եւ բրենդինգային ծառայություններով, որոնք մատուցում է ոչ միայն ընկերություններին, այլ նաև անհատներին։ Ստանալու համար բացառիկ պայմաններ կարող եք նշել Homodeus կոդը զանգարելով հետևյալ հեռախոսահամարին։ Շնորհակալություն։ Հաշվված թվով բիզնեսներ են, որ արտահանում են Հայաստանից ապրանքներ դուրս, արտադրելով այդ ապրանքը այստեղ եւ դժվար չի էլի նկատելը, որ ինչ որ մի կամ գիտակցության խնդիր կա, որ մեր Հայաստանում մարդիկ չեն ուզում դուրս գալ սահմաններից, կամ կա ինչ որ տեխնիկական խնդիր, կամ կա մշակութային խնդիր, օրինակ հայկական product-ի դրսում վաճառվելու կամ դրսում ընկալվելու վիրուսային դառնալու խնդիր։ Ինչն է պատկերացումն է կարծում եմ մարդկանց, հենց չեմ պատկերացնում ինչ դժվար է դրսում։ Հայաստանում շատ բաներ ավելի հեշտ է, որովհետև ընկերություններ կան 10-20 տարի առաջ հիմնադրել են, շուկան ոլորտը բաց է եղել, զարգացող շատ նոր զարգացող սկսվող տնտեսություն է եղել, ստացվել է։ Այդ նույն փորձով մարդիկ կարծում են կարող ես գնաս արտասահման դուրս, հա, ու արտահանես։ Ինչևէ մենք ինքներս մեր ընկերությունը շատ մեծ ձախողումներ ա ունեցել արտահանում կատարելիս, մեծացելով ֆինանսական կորուստներ չենք փորձեր արել եք։ Մենք արտահանում ենք այս բային։ Հա, ես չգիտեի օրինակ որ արտահանում ենք, բայց փորձել ենք ունեցել վատ։ Մենք շատ շուտվանից ենք 20 տարի արտահանում ենք, բայց ճանապարհը եղել է այսպես եղել է, չի եղել, որովհետև ռազմավարություն չի եղել հստակ։ Մենք որ շուկան ինչ ռազմավարության պետքա գրավենք, ինչ տոկոս պետքա վերցնենք։ Հասկանալի է, որ մեր ընկերությունը չի կարա եվրոպական, ամերիկյան կամ ռուսական շուկայում մեծ մասնաբաժին հետապնդի։ Դա հնարավոր չի։ Փոքր տնտեսություն ենք մենք փոքր ընկերություն ենք համատած գիգանտների հետ եւ դրան հասնելու համար միանշանակ այդ նպատակը ամբիցիան ունենք, բայց դրան հասնելու համար տարիներ են պետք, տասնյակ տարիներ։ Մենք այսօր չենք կարող գնալ մրցել Ռուսաստան օրինակ նույն Դոբրի հյութերի հետ։ Դոբրի հյութն է այստեղ ներմուծում, հա, բայց ունենք այլ ընկերություններ հայկական, որոնք բավական լավ ցուցադրված են բնական ըմպելիքների հենց ոլորտում եւ Բելարուսում եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ղազախստանում ստացվել է բնական հյութեր են։ Իրանք ու պրեմիում դասի բնական հյութեր են, մարդկանց մոտ ստացվել է։ Ճիշտ թիրախային հասկացել են ինչ է պետք։ Ու բոլորի մոտ է կարող է ստացվել։ Պատկերացման թույլ է տալիս, որ բոլորի մոտ ստացվի։ Ընկալման հարցն է, այո, իհարկե։ Կարծում շատ ընկերություններ թիրախավորում են սկզբում հայ սպառողին, որովհետև մենք շատ մեծ դիասպորա ունենք ամբողջ աշխարհում, 10 միլիոնից ավել հայ է ապրում։ Հայաստանի 3 շուկան ապրում է դրսում, մոտ 2.5 անգամ ավելի մեծ շուկա դրսում ապրում։ Թիրախավորելով հայ սպառողին դրսում, արտասահմանում, թիրախավորում ես նաև իր հարևանին, ամերիկացուն օրինակ, ամերիկյան։ Դե ինքը խմեց իր տանը հյուր եկավ տունը ամերիկացին տեսավ բաժակը կամ վաճառակետում վաճառվում է հայկականը եւ ամերիկյանը եւ ռուսականը, չգիտեմ, ԱՄՆ-ում նույն Գլենդել քաղաքում շատ այսպես ասած multicultural վիճակներ է, միջավայր է, ու այնտեղ հայը, սևը, մեքսիկացին, հա, ռուսը իրար հետ են ու իրար հետ կիսում են։ Նույն ամերիկյան շուկան մեր համար շատ մեծ այս բային թիրախային շուկա ենք իրան տեսնում որպես, որովհետև այնտեղ համ հայկականն է վաճառվելու, համ պրեմիում կարգի, օրինակ ջուր ենք արտահանելու շատ շուտով, որի անունը օրինակ հայկական չի։ Իրան թիրախավորել ենք որպես Ֆիջի ջրին, կոնկուրենտ ասելը, մրցակից ասելը ամբիցիոզ կլինի շատ, այս բային դեռ շուտ է դրա մասին խոսելը, որտեղ Ֆիջին կայացած ընկերությունը, կայացած բիզնեսը, բայց նպատակը դրված է Ֆիջիին եւ այնտեղ այլ ջրեր կան,
իրանց փոխարինող թեկուզ 1% մասնաբաժին վերցնենք սկզբում, բայց այդ մասնաբաժինը մեծացնելու նպատակներ ունենք։ Fiji-ից համով ջուր կարողանանք ստեղծել, հաստատ կարանք։ Ես մի անգամ առը փորձեցի, ասենք 1700 դրամ էր, ինչ էր շիշը։ Ասի փորձեմ էլի, այն միլիարդի սերիալ կա, այդ սերիալում անընդհատ տեսնում եմ, այդ իրանք ժողովների ժամանակ Fiji են խմում, ստեղ Fiji են խմում եւ այլն, ասի մի հատ պիտի փորձեմ, այդ Fiji-ն միլիարդեր կարող է դառնա։ Մարքեթինգ դիզայն չդառ։ Բայց մարդկա քիմքին իր հաճելի է։ Մեր հայրիս քիմքին իր ջուրը, այդ ջուրը հաճելի չի։ Քանի որ նրա հանքային տարերը չեն համապատասխանում մեր սովոր հանքային նյութերի տարերի կոշտության եւ մի խոսքով այլ բնութագրիչների հետ, բայց ԱՄՆ-ում կամ շատ տեղեր մարդիկ խմում են, մարքեթինգը լավն է, համը սովոր է խմում եւ ուսը չեն փորձել մեր հայկական տարբերակները, պետքա մեր շուկա մտցնենք մեր հայկական տարբերակները ու փորձեն ու ժամանակի ընթացքում իրանց է սկսի դուր գալ այդ ջուրը։ Մեր հայկական ջուրը շատ մեծ պոտենցիալ ունի, ես դրան հավատում եմ։ Իդեպ աշխարհի կոլաների մեջ ամենահամով կոլան Հայաստանում է ջրի պատճառով։ Ես շատ եմ լսել այդ պնդումը, որ Հայաստանում կոլան շատ համով է եւ հենց ջուրն է պատճառը, որտեղ ստեղի ջրով են պատրաստում։ Ջուրը շատ կարեւոր հանգամանքամիանշանակ, բայց ոչ ամբողջ։ Ոչ ամբողջն է։ Հենց ջրի դեպքում բնականաբար ջուրն է, բայց գազավորված ըմպելիքների դեպքում միանշանակ միայն ջուրը չի։ Տեխնոլոգիա կա այնտեղ, հումքերի որակ կա, ոնց որ այսպես ասած։ Իսկ դու նշեցիր, որ բոլորը կարող են շուկայում հաջողության հասնել։ Հա, որ եթե շուկան սահմանափակ է, եթե շուկան օրինակ եթե 3 չեն հասնի։ Չեն, նայ, տեսականորեն եմ ես քեզ ասում, տնտեսագիտության տեսանկյունից։ Պատկերացրու, գոյություն ունի, սա մեր շուկան է, եւ ինքը սահմանափակ է, քանի որ կա օրինակ մի Եվրոպա ընդամենը չկա 10 հատ Եվրոպա կամ անսահմանափակ թվով Եվրոպա, որ բոլորին հնարավորություն տրվի հաջողության հասնել այդ դաշտում։ Իսկ ինչ որ շուկա ու այդ շուկայում գործող սուբյեկտներ, պատկերացնենք 200 միլիոն մարդ։ Եվ այդ 200 միլիոնանոց շուկայի 60%-ը կարա գրավի մի հոգին կամ 30%-ը կարա գրավի մի հոգին։ Մյուս 30%-ը մյուս հոգին, այսինքն տենց 30%-ներ կարա գրավի ընդամենը 3 հոգի։ Այն 4-ը գրավելու է 10% շուկա, բայց եթե 10 հոգի դնեն նպատակը 30% շուկայի գրավեն, չեն կարողանա ֆիզիկապես։ Ինչ որ մեկը այդ տրամաբանության մեջ չի հաջողելու, որովհետև եթե տնտեսագետներին լսենք, այլ ոչ թե բիզնես գուրուներին, որոնք պնդում են, որ բոլորը կարող են հաջողության հասնել, տնտեսագետներն ասում են, տնտեսությունը դա թվեր են, իսկ թվերի մեջ դու չես կարող օրինակ ասել, որ իմ բանում ընկերության մեջ բոլորը կարող են դառնալ տնօրեն, քո բիզնեսում օրինակ։ Բոլորը չեն կարող դառնալ տնօրեն։ Բայց մի բան ֆիքսենք, ասելով բոլորը կարող են հասնել եւ բոլորը կհասնեն, շատ տարբեր, իհարկե, եզրույթներն է, բոլորս կարող ենք հասնել, բայց հասնում են քչերը։ 100-ից հասնում են մի ձեռքի մատների վրա կարող ես հաշվել, քանիսը կհասնեն հաջողության։ Այո։ Ու դու մեծ թվերից ես խոսում 30, 10, 20 Եթե նայենք Հայաստանի շուկայով, նույն Եվրոպան 200 միլիոնանոց շուկա է, 70 անգամ ինքը մեծ է։ Պատկերացրու մոտ ավելի իրական գնողունակությունը, որ հաշվի առնես սպառումը, շատ ավելի շատ մեծ է։ Ու այնտեղ 0.1% կարող ես շուկա վերցնել, 1%, կես%, նիշային նիշովի շուկաներ։ Հայաստանի կարծում եմ ռազմավարությունը պետք է լինի նիշային շուկա վերցնել սկզբում։ Որովհետև մենք չենք կարող քանակ արտադրել, մենք չենք կարող մատչելի արտադրել, քանի որ մեր մոտ աշխատուժը մատչելի չի։ Հնդկաստան չենք, որ կարողանանք 100 հոգով այ էդ է ուզում ասել։ Մի հատ մեքենա սարքենք 1 ժամում, հա, մեր մոտ աշխատուժը բավական բարձր է, հենց դրա համար Հնդկաստանից գալիս են մեր մոտ բանվորական ուժ։ Մենք պետք է արժեք ստեղծենք, քանի որ ես կարծում եմ մեր արժեքը Հայաստանի որպես արտահանող սուբյեկտ պետք է լինի մեր ինտելեկտը։ Այսինքն ու մեր ռեսուրսները այն ինչ որ մենք ունենք, ցավոք շատ բան չունենք, բայց ամեն դեպքում ունենք։ Բնություն ունենք, լավ երևի թե հող ունենք, կարծում եմ, հա, որը պետք է օգտագործել։ Հանքարդյունաբերության մեջ էլ մենք ուժեղ ենք։ Ուժեղ ճակերտավոր ուժեղ ենք։ Քարեր ունենք, մենք ունենք լավ քարարտադրության ոլորտ, որը արտահանում է ամբողջ աշխարհով մեկ։ Արտաշրջանում կարող է, բայց աշխարհի մակարդակով պղնձի 30%-ը Հայաստանի տարածքում է։ Բայց վերջին արտահանում ենք թե ոչ։ Մենք իրան մշակում ենք թե ոչ, թե որպես չենք մշակում, մենք իրան հենց տենց արտահանում ենք։ Իսկ եթե մշակենք, մշակենք ավելի թանկ արտահանում։ Իր մարժա ունենանք մի քանի անգամ ավել։ Թեկուզ 10-20%, չեմ ասում մի քանի անգամ ավել, քանակի մեջ 20%-ը ահռելի թվեր է։ Հա, համաձայն եմ։ Ես կարծում եմ մեր Հայաստանի ստրատեգիան պետք է լինի նիշային շուկաները։ Մենք չենք կարող քանակ եւ հաճելիություն ապահովել։ Իսկ Հայաստանում որ նայենք հաջողված
ընկերությունները մեր ոլորտում դա քանակ եւ մատչելի գինն է։ Որ ուսումնասիրես մտածես, կհասկանաս ինչ եմ ասում, նույն սուրճի շուկան 100 դրամանոց, այսպես ասած, սուրճը վաճառվում է մի քանի հազար անգամ ավել, քան 300 դրամանոց կամ 400 դրամանոց սուրճը։ Բայց իր մեջ որակը, այսպես մեղմ ասած, այն չի։ Հուսադրող չի։ Հուսադրող չի, բայց մարդիկ շուկան դա է ուզում, արտադրողը արտադրում է։ Դետեղ ով է մեղավորով, չէ, մեղավոր չկա, շուկան դա է ուզում, ինքը արտադրում է։ Մենք այդ ուղղությամբ չենք գնում։ Ես չեմ տալի այն, որ շուկան ուզում է։ Մենք էլ ունենք պրոդուկտներ, որ ցավոք շուկան եթե ուզեցավ պետք է տաս, բայց մեր ստրատեգիկ նպատակը շուկային տալ այն, ինչը ինքը չի ուզում իրականում։ Այդ բանջարը ստեղծելն է առողջարարի, օգտակարի, հա, մի բան խմես դու քեզ օգուտ տա կամ էմոցիա տա լավ, հա։ Ընկերություններ կան առողջարար չեն, բայց այնք քեզ էմոցիա են տալի։ Մեր ընկերությունն էլ Հայկոլա մեր ապրանքանիշը, որ արտադրում ենք, մարդուն օրինակ մանկության էմոցիա կարա, չէ՞ հիշացնի։ Այսինքն էմոցիա կա իր մեջ։ Նույն սուրճի մեջ էլ կա էմոցիա։ 100 դրամանոց սուրճը մարդը խմում է, իր մեջ էմոցիա արտանում։ Բայց այդ էմոցիան եվրոպացին հետաքրքիր, հա, այդ եվրոպացին չի մնա։ Այո, եվրոպացին հետաքրքիր չի 100 դրամանոց սուրճը, այնտեղ հստակ շատ խիստ պահանջներ են կապված գունանյութերի հետ, կապված պահպանիչների հետ, մի խոսքով մաքրության հետ, քո արտադրության շատ բարձր պահանջներ են։ Ու դրա տակ մտնելը շատ ու շատ դժվար է։ Արժի մտնել միայն այն դեպքում, որ դու հստակ գիտես, product ունես մշակված ստրատեգիկ, որը կհաջողի։ Դժվար է դա, շատ դժվար է։ Այդ դժվարությունը հենց դա է։ Կարծում եմ, որ եթե ասենք ամփոփենք մեր այս հարցը, կարծում եմ դժվարությունը կայանում արտահանման այդ product-ը ճիշտ ստանալուն։ Տարանջատել հայկական շուկան եւ դրսի շուկան։ Դա արդեն mindset-ը, որը արտանողը պետք է ունենա։ Նաեւ, այո։ Եվ ինտելեկտուալ եւ mindset-ը պահանջում, որ միանգամից այսպես փոխես քո մտածողությունը Հայաստանի շուկայից, կապ չունի որ շուկան Եվրոպան իր առանձնահատկություն ունի, օրինակ Եվրոպան ավելի խիստ է, քան Ամերիկան։ ԱՄՆ-ում ավելի հեշտ է արտահանել product-ներ կա, որ օրինակ FDA approved է, բայց Եվրոպան այդ product-ներին չունի approve, չի թողում դա ներմուծես։ Կանցերոգեն են դրանք համարվում, այն ինչ որ վնասակար են համարվում, իսկ ԱՄՆ-ն ավելի թեթև ռեգլամենտներ ունի։ Պլյուս ԱՄՆ-ն այստեղ ունի FDA-ի օրինակ գրասենյակ, որի հետ դու կարող ես հեշտ հանգիստ զրուցես, հասկանաս ինչ product կգնա, ինչ product չի գնա, որ գունանյութը փոխես, օրինակ բնական մեջ չդնես, հա, իրանք էս այստեղ օգնում են։ Կես պիտակավորումն են տալի ամբողջ ԱՄՆ շուկայի համար։ Իսկ բանը Եվրոպան փակ տուփա, ոնց որ բանը, հա, սև բոքսա, որ Եվրոպայում համակարգային կարծում եմ ԱՄՆ-ի համակարգը չի, հա, ԱՄՆ-ն հենց անում, որ դու ստեղից արդեն ի սկզբանե պրոակտիվ են, լավ ապրանք տանես, ճիշտ ապրանք տանես։ Եվրոպան կարող է տանես ապրանքը չընդունեն ուղղակի, հետ ուղարկեն, ճանապարհեն նոթիս տան, ասեն ապրանքը շտկի։ Մենք չեմ կարող ասենց 100%-ով դա պնդել, ընկերությունները կան կարող այլ ճանապարհով են գնացել։ Մենք այդ ճանապարհով գնացել ենք, մեր product-ը երբևէ չեն մերժել։ Բայց վստահ եմ, եթե մեջ լինի պիտակավորմանը հակասող ինչ-որ նյութ, իրանք ստուգելու են լաբորատոր ու ուղարկեն հետ Հայաստան։ Էքսպերտներ կան Հայաստանում, ես մեկին ճանաչում եմ մեր մոտ ընկերներից Ալեքսանյան Նարեկը, այդ արտահանման խնդիրներով որ զբաղվում է, օգնում է բիզնեսներին արտահանել իրենց product-ները։ Այդ փուլում պետքա դիմել այդ մասնագետների, փորձագետների, որ կրճատեն այդ ավելորդ աշխատանքը, որոնք որ կարող են արվել ու հետո պարզվի, որ պետք չէ այդ ամեն ինչի վրա ուշադրություն դարձնել, իրականում պետք է օրինակ հումքի մեջ մի բան փոխել։ Նարեկենք էքսպերտ Արմենիա ընկերությունը դա ճիշտ եմ։ Ես հասկացել, իրանք ավելի ստրատեգիկ կարծում եմ հարցերով պետք է իրանց դիմել, բայց կօգնեն նաև վստահ եմ փոքր հարցերով, փաթեթավորումից մինչև բան, եթե հարցերով ավելի շատ լաբորատոր փորձագետներն են անհրաժեշտ, ովքեր գիտեն հստակ ինչ պահանջ, ոնց Նարեկենք էլ վստահ եմ կարող է ուղղորդեն ինչ-որ լաբորատորիա, որտեղ կստուգեն քո product-ը կամ բաղադրությունը կտաս, կասեն ինքը համապատասխան է շուկայի պահանջներին, թե ոչ։ Բայց միանշանակ եթե մարդը փորձ ունի, փորձել ունի, ուզում արտահանի, Նարեկենք միանշանակ իրենց փորձով վստահ եմ կօգնեն այդ մարդկանց։ Արտահանման հարցից անցնելով նաև այդ տնտեսության հարցին, ի վերջո եկանք այն եզրահանգման, որ տնտեսության մեջ կարող են հաջողության հասնել տեսականորեն բոլորը, բայց գործնականում հասնելու են միշտ շատ քչերը ու շատ փոքր թվով մարդիկ։ Այո։ Բայց մի բան էլ հետաքրքիր միտք ասեմ քեզ, մտածել եմ դրա շուրջ շատ երկար,
երբ մենք մարդկանց համոզում ենք, որ իրանք բոլորը կարող են, մարդիկ սկսում են իրենց շուրջ բոլորը նայել, իրենց իրականությունը։ Դες հիմա դու ես օրինակ ասում այդ թեզը, որ բոլորը կարող են, բոլորի մոտ կարա ստացվի, տեսականորեն։ Բայց այն մարդիկ, որոնք լսում են այդ թեզը, մեկ էլ նայում են իրենց շուրջը, ասում են՝ մի րոպե, իմ մոտ կարա ստացվի, ու սկսում են մտածել, որ իրենց կյանքը ավելի վատն է, քան կարող էր լինել, սկսում են ջանքեր գործադրել ինչ-որ ուղղություններով, օրինակ պայմանական, ունենք աշխատում է, երջանիկ է իր աշխատավայրում այս պահին, մեկ էլ իր մտքի մեջ հայտնվում է մի հատ ծիլ, որ ինքը կարա գործարար լինի։ Մեկ էլ սկսում է մտածել, որ մի րոպե, ինչի է իմ ղեկավարը գալիս ինձ ժամ նշանակում, որ ժամին գնամ, ինչի է իմ բյուջեն որոշում, չգիտեմ, բաժնի պետը կամ իմ վարչության ղեկավարը եւ այլն, ու sense մտքեր է սկսում առաջանալ, մարդուն հելում գնում ինչ-որ ուրիշ ոլորտում, դառնում է ընկնում է ստրեսի մեջ, փորձում է ինչ-որ բիզնեսներ անել եւ այլն, ոչ մի բան իր մոտ արդյունքում չի ստացվում, որովհետեւ ես հակված եմ մտածել, որ կան մարդիկ, որոնք ունեն այդ գործարարության բնավորությունը, իսկ դա բնավորություն է իմ կարծիքով, այդ անընդհատ ինչ-որ խնդրեմ գտնելը ու լուծելը, պերմանենտ ստրեսի մեջ ապրելուն օքեյ լինելը, հա, ոնց որ դու sense սիրուն էկրանից այն կողմ ես երևում, մինչդեռ ավարտվեց զրույցը, մի 100 հատ զանգի ես պատասխանելու, որոնք որ հա, ու անընդհատ մտածելու ես վաղը, որ ես sense չանեմ, ինչ կլինի եւ այլն, եւ այդ ստրեսը ոչ բոլորի համար է։ Մենք Նյարդաբանի հետ էլ հանդիպեցինք իմ ոդկասթի շրջանակներում ու խոսեցինք դրա մասին, որ հա, ստրեսը լավ է շատ մարդկանց համար, բայց շատ մարդիկ չունեն այդ ստրեսադիմացկունությունը, որ այդ հոսքին դիմանան ինֆորմացիայի, խնդիրների, խնդիրների։ Հետևաբար, այս նարատիվ, այս պատմությունը, որ մենք պատմում ենք մարդկանց, որ ասում ենք բոլորդ կարող եք, արդյոք չի հիասթափեցնում են մարդկանց, որոնք չեն կարող, բայց կարող են լավ մասնագետ լինել, կարող են լավ տեխնոլոգ լինել, կարող են լավ պահեստապետ լինել, լավ առաքիչ լինել, իրենց գործում լավը լինել եւ չփորձել, ոնց ասեմ, մի կողմից մտածում լավ, sense խոսում եմ, հետո մեկ էլ տեսնես մի հատ տաքսի վարորդը Uber-ը մտածում կամ հոսքագծի վրա աշխատողը այդ բիզնեսից ավելի լավ բիզնես է մտածում ու ինչ-որ հանճարեղ բան է հայտնագործում։ Ասում մի կողմից ասում դու խաթափ ես անում մարդկանց, հիասթափեցնում ես, մյուս կողմից էլ ասում բայց այսքան մարդ, որ ուզում է դառնա գործարար, հավատալով են թեզին, որ բոլորը կարող են։ Արդյունքում տեսնում ես, որ էլի նույն տոկոսն են մարդկանց հասնում հաջողության գործարար դաշտում, էլի 3%-ից 5%-ն են, որովհետև տնտեսությունը չի ընդհանրում 20-30% գործարարներ այն շրջանակներում սահմանափակ, որում մենք գործում ենք։ Եվ իրոք կան մարդիկ, որոնք ես խոսում եմ այդ մարդկանց հետ, հասկանում եմ, որ այս մարդը գործարարության պետք չի գնա։ Եվ բնավորությամբ, եւ ֆիզիկական, ֆիզիոլոգիական իր ժառանգությամբ այդ մարդը այդպեսին չի։ Ինքը ավելի շատ երջանիկ կլինի, եթե ձգտի ստաբիլության, կայունության, ինչ որ Ռոբերտի նման ստրեսադիմացկուն մարդու մոտ աշխատելով, քան որ ձգտի գնա Իրանը բացի, իր գրասենյակն ունենա, իր բիզնեսն ունենա եւ այլն։ Ինչ ես կարծում ես հարցի շուրջ։ Տավ ջան, դու ճիշտ ես, բայց արի մենք վերլուծենք։ Օրինակ ես իմ աշխատակիցներին միշտ որ հարց ալինում, խնդիր ալնում, ինչ որ այս խոսակցության մասով միշտ աջակցում եւ խրախուսում, ասում եմ, կարող եք ձեր բիզնեսը սկսել, բայց միշտ ֆատնել եմ ասում, իմացեք 7-24 չես քնելու, շաբաթ-կիրակի չես ունենալու ես խնդիրներ եւ նպատակներ եւ խնդիրներ աշխատավարձ պետքա տաս, բայց դու գումար չունես, հա, դա այն բարձ բաներից է, ցա մեջով իմ բիզնեսներում անցել եմ։ Հարկ պիտի տաս ու փող չունես, դա էլ անձնական գումարներից դրել եմ, որ աշխատավարձ տամ, հարկ տամ, մի խոսքով մատակարարներին գումարը չուշացնեմ, ինքը բավական ստրես քո ասած ստրեսային աշխատանք է։ Բայց մի հատ ֆիլմ կա, նայես կլինես վստահ եմ, սկիզբը կոչվում Начало Inception։ Ամենասիրածս ֆիլմն է։ Իմն էլ շատ եմ սիրում։ Ասեցիր մտքի ծիլ։ Հիշում ես չէ ֆիլմի հենց նպատակը որն է, ասում գաղափարն է, իդեան է։ Այո, մարդու գնում են իր 3-րդ level-ի երազի մեջ, դնում են մի հատ իդեա, մի հատ ծիլ, որը դառնում է իրականություն երևի թե։ Նպատակը դա էր, ես ֆիլմը ցույց չեն տալի, բայց նպատակը հենց դա էր։ Եթե կարծում եք խոսքով ինչ որ մեկի մոտ ծիլ է մտքի առաջացել, մտես պետք է լիներ։ Կյանքը ազատության մասին է, կարծում եմ մարդը պետք է ծիլին
հետևի գնա թեկուզ վատ բաների մեջով անցնի, կարող է նաև Աստված հերոտանի կործանվի, բայց ուրեմն այդ մարդու ճակատագիրն էլ երևի թե դա էր։ Այսինքն մենք մեր խոսքերով, որ ասում ենք բոլորը կարող են, բայց բոլորը չեն հասնի, մինիմում պետք է մարդուն ասենք, որ եղբայր ջան, քույր ջան, այսպիսի դժվարություններ եք սպասվում։ Դու պատրաստ ես դրանց։ Թե ոչ, եթե պատրաստ չես, դու իմ ընկերությունում արդեն առանց գումարներու փայ ունես, մասնաբաժին ունես։ Արի տենց նայենք, հա, աշխատավարձային կստանում, թե կլինի դա բոնուսային, թե կլինի ֆիքսված, Ստացվում է մասնաբաժին։ Մասնաբաժին ունի, ինքը սեփականատեր է իր տոկոսով։ Ես կարծում եմ աշխատակիցը պետք է բիզնեսին նայի որպես իր սեփականությունը։ Դա իմ կոնցեպտներից մեկն է։ Բոլորի մասով դա սուտ կլինի, չես կարող բոլորի մասով, բայց այն Պարետոյի հավասարակշռության մասով 20% աշխատակիցները կարծում եմ, եթե նայեն բիզնեսին որպես իրենց անձնական սեփականը եւ այդպես էլ ընդունեն, կստեղծեն 80% բարիք։ Այո, 80 կարծում եմ նաև միանշանակ ավելին կստեղծեն 20%-ով։ Ու ինչու ոչ, նրանք սեփականատեր թող լինեն ընկերության մեջ, թեկուզ իրենց փոքր մասնաբաժնով, բայց լինեն։ Իսկ եթե մարդը որոշել է իր բիզնեսը սկսի, բոլորս պետք է ողջունենք, օգնենք, աջակցենք, վատն էլ ասենք, իրան վատը ասելով ռիսկերը, ջրի տակի քարերը մենք իրան պետք է ասենք, այսպիսի քարեր կան։ Դու կարող ես դրանք հաղթահարել, չկոտրվել, նորից սկսել։ Եթե չես կարող ճանապարհի կեսից փոշմանելու ես, ավելի լավ այդ ճանապարհով չգնաս։ Եթե առօրյա վազքի մեջ կորցրել եք մոտիվացիան եւ ունեք ալարկոտության խնդիր, ձեզ հավանաբար պետք է հասկանալ ինչպես է կառուցված մոտիվացիան, որի մասին ես գրել եմ գիրք, որը կոչվում է Գրողի տարած մոտիվացիա։ Այս գիրքը ձեռնարկ է այն մասին, թե ինչպես է կառուցված մարդու մոտիվացիան եւ որտեղից են առաջանում այն ցանկությունները մարդկանց մոտ, որոնք մեզ ստիպում են հասնել մեծ հաջողությունների, գրավել օլիմպիական բարձունքներ կամ ուղղակի լինել հաջողակ գործարար։ Այս գրքով կարող եք ձեր կյանքում շատ բան փոխել եւ այն պետք է դառնա ցանկացած ալարկոտ մարդու սեղանի պարտադիր ձեռնարկ։ Գիրքը պատվիրելու համար կարող եք անցնել այս հղումով եւ հայտնվել Բուկինիստի կայքում, որտեղ կարող եք պատվիրել գիրքը աշխարհի ցանկացած կետ։ Իսկ եթե ապրում եք Երևանում կամ մարզերում, գիրքը կարող եք ձեռք բերել տարածքային որևէ գրախանութից։ Այս գիրքը ձեռք բերելով դուք նաեւ աջակցում եք ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ ու նաեւ ձեզ, օգնելով ձեզ հասկանալ ձեր իրական մոտիվները։ Ես առաջարկում եմ ինչի, որովհետև հիմա կոմերցիոն թիմերի հետ աշխատելուց անընդհատ բախվում եմ այդ խնդրին։ Բոլոր մարդիկ աշխատավայրին նայում են ժամանակավոր տարածքի, որտեղ իրենք այսօրվա բոլորը չէ, հացի մեծամասնությունը, շատ մեծամասնությունը, այնքան մեծամասնությունը, որ իմ մոտ ընկալվում է որպես բոլորը։ Աշխատակից, որը նվիրված կուզենա կարիերա անի, շատ քիչ են։ Հետևաբար բախվում ես խնդրի, որ դու փորձում ես բիզնեսում լուծել խնդիր, որը ստեղծել է բիզնեսը ինքն իր համար։ Դա ղեկավարից է գալիս։ Նայ, սենց ասեմ, եթե իմ աշխատողը գնում է տուն երեկոյան, մտնում է ինտերնետ, նայում է ոդքասթ ու տեսնում է, որ Դավիթն ու Ռոբերտը նստած խոսում են այն մասին, որ բիզնեսից լավ բան չկա աշխարհում, ամենալավը բիզնեսն է, ազատություն է տալիս բիզնեսը, փող է տալիս բիզնեսը, պիտի գնաս ռիսկի, որտեղ ամենաճիշտը ռիսկի գնալն է, լավ մարդիկ են ռիսկի գնում, ուժեղ մարդիկ, նպատակասլաց, իսկ դու ոչնչություն, որ նստել ես տունը ոչ մի բան չես անում ու չես փորձում այդ ամեն ինչ անես, ոչ մեկ է դժվարություններ ենք։ Մենք այդպես չենք խոսում, բայց մենք դժվարության մասին պատմելով, մյուսի մասին պատմելով միևնույնն է, իդեալականացնում ենք, որ գործարարությունը դա որևէ զբաղմունք է, որը բացարձակ արժեք է։ Մինչդեռ ես ուզում եմ ասեմ հետեւյալը, որ շուտ եկեք նայենք մյուս կողմից, մենք վնասում ենք մեզ։ Այսինքն գործարարը տարածելով թեզ, որ գործարարությունը շատ լավ բան է, իր աշխատակիցների հոգեբանության մեջ ծիլ է դնում, որ գործարարությամբ ուզենա զբաղվեն։ Հետևաբար մարդիկ չեն ուզում կարիերա անել։ Չէ, գործարարությունը դա խորտուբորտ ճանապարհ է։ Շատ դժվար։ Դե հիմա նայ, դու ասում ես խորտուբորտ ճանապարհ է, քո համար ասֆալտ, բայց կողքից ես լսում եմ, իմ համար գիտես ինչա քո ասածը, խորտուբորտ ճանապարհ։ Ահա, լավ է, challenge, թույն, դզեց։ Բայց դու քո ճանապարհն ես սարքում, իսկ աշխատակիցին դու ասֆալտած ճանապարհ ես տալի, որովհետև դու որ խորտուբորտ ճանապարհ ասում ես։ Կարիերան էլ է, բայց խորտուբորտ։ Չէ, դու քո հետևից ասֆալտում ես, իրան փոքր քարերն է բաժին հասնում։ Համաձայն եմ, բայց կարիերան էլ մրցակցություն է ենթադրում։ Փոքր աշխատավարձ, իհարկե, լեվելներով արի նայենք։ Բիզնեսի ղեկավարի դժվարությունները, ուրիշ դժվարություններ է, բայց իր համար օրգանիկ է թվում, աշխատակցի համար նույն աստիճանի դժվար է թվում, ասենք մի 50 անգամ, եթե չափես ավելի փոքր խնդիրը։ Բայց երկուսի համար էլ այդ խնդիրը մեծ խնդիր է, արի sense նայենք էլի։ Ու ասածս այն է, որ բիզնեսի սեփականատերը, ստարտափ հիմնողը խորտուբորտ ճանապարհ է ստեղծում,
որի հետևից ասֆալտում է։ Արի sense նայեք ասֆալտապատում է։ Լավ բան է։ Իսկ աշխատակիցը այդ ասֆալտով երթևեկում է։ Ապահով։ Եթե ղեկավարը ճանապարհը չասֆալտապատեց, հետևից թողեց խորտուբորտ ճանապարհ, աշխատակիցը այդ խորտուբորտ ճանապարհով անցնելով չի մոտիվացվելու, քանի որ իր ճանապարհը չի դա, ինքը ուղղորդվում է մեկի կողմից։ Իսկ սեփականատերը իր ճանապարհն է, ինքը պատրաստ է ամբողջ կյանքը իր խորտուբորտ ճանապարհը անցնի, չէ՞, որտեվ իրանն է։ Ամեն դեպքում այդ հետևի եկող մարդիկ պարտավոր չեն խորտուբորտ ճանապարհի դժվարություններին դիմանալ։ Դրա համար ամեն դեպքում ղեկավարը կարծում եմ պետք է ճիշտ մոտիվացիա ստեղծի, ճիշտ ասելով նկատի ունեմ եւ լավի դեպքում խրախուսի եւ վատի դեպքում ճիշտը սովորացնի, ասի այսպես չէ, այսպես պետք է անես, ոնց որ առաջնորդի։ Իր հետևից մարդիկ կգնան։ Եթե ղեկավարը չի կարող ճանապարհ ասֆալտել, իր հետևից այս սպարս տերմիններով ասած։ Թողնում է էլի խորտուբորտ։ Այո, թողում է աշխատակիցների վրա, համակարգ չի ստեղծում, ասֆալտապատման համակարգ չկա, ընկերությունը հեռու չի գնա, չի մասշտաբացվի, չի թվայնացվի, չի զարգանա, չի դուրս գա դուրս, հա, արի այսպես նայենք։ Դրա համար կարծում եմ աշխատակցի միայն ոնց որ մեղադրել ասել, որ ինքը կարիերա չի ուզում ստեղծի։ Չէ, աշխատակցին չեմ մեղադրում, ես գործարաններին եմ ասում։ Ես գործարաններին եմ դիմում, ասում եմ գործարաններ ջան, օքեյ, երկար տարիներ խոսեցինք նրանից, որ բիզնեսը շատ լավ բան է, բայց մենք եկեք վատ բաներից խոսանք։ Բիզնեսը վատ կողմեր ունի լիքը, բայց այդ վատ կողմերին գիտես ոնց ենք մենք ներկայացնում։ Այդ վատ կողմերի մասին խոսում ենք սենց։ Մենք ռիսկի ենք գնում եւ մենք պատասխանատվություն ենք վերցնում։ Իսկ դա վատ կողմ չի, այդ նույնը ոնց որ ես քեզ հարցնեմ Ռոբերտ ջան, քո թերությունները որոնք ես դու ասես ես շատ բարի եմ Դավիթ ու դա իմ ամենաթույլ կողմերից է։ Իրականում մենք թաքցնում ենք բիզնեսի այն ամենա ոչ հաճելի կողմը, որը օրինակ տեղ ագրեսիա դրսևորելը երբ որ պետք է, որովհետև քո շահերը պիտի պաշտպանես, որովհետև բիզնեսում կարան գան ու փորձեն մրցակցային առումով քեզ ոչ արդար մեթոդներով դուրս շպրտեն շուկայից, դա կարա լինի հարկայինից մարդ, դա կարա լինի մրցակցից ուղարկված մարդ, դա կարա լինի ռազմեջիկ, որ եկել է բիզնեսից ինչ որ բան գողանա, եւ դու պետքա կարողանաս դրսևորես մարդկային ոչ ամենալավ հատկանիշները կամ ոչ ամենաբարի հատկանիշները, որպեսզի մնաս ջրի երեսին։ Շատ ժամանակ բիզնեսմենը ստիպված է ընտրել երկու վատի միջև, օրինակ աշխատողին հեռացնել կամ աշխատավարձ կրճատել, ասենք COVID-ի ժամանակ շատ բիզնեսմեններ կանգնեցին այդ խնդրի առաջ, որ հարյուրավոր մարդիկ նայում են քո դեմքին, որ ապահովի մեզ աշխատավարձ տուր, մենք ընտանիք ենք պահում ու պատկերացրեք մարդու հոգեբանությունը ոնց է խախտվում, երբ հասկանում է, որ 100 հոգի իրենց ընտանիքներում հաց չեն տանում այսօր իր պատճառով, որովհետև ինքը չհաշվարկեց, որ COVID-ի ժամանակ ամեն ինչ կփակվի։ Ու ասածս ինչն է, որ ես փորձում եմ մտածել այս հարցի շուրջ այս տեսանկյունից, որ առաջարկում եմ գործարաններին մի քիչ շատ խոսել նրա մասին, որ լավ է կարիերա կառուցելը, լավ է լինել լավ աշխատակից, լավ ղեկավարի թիմում, որ հավատարիմ լինելը լավ հատկանիշ է, վատ հատկանիշ չի, պետք չի միայն դրտել ազատականության։ Փոխադարձ պետք է լինի։ Համաձայն եմ, եւ կարելի է այդ ազատությունը աշխատակցին չնայ որպես միջոց նպատակներին հասնելու։ Չէ, բայց ի վերջո տնտեսական բացարձակ արժեք է, եթե այսպես նայենք, ու աշխատակիցը միջոց չի, որով դու պետք է հասնես քո նպատակին։ Եթե դա հիմնվում արժեքների վրա, ոչ, միջոց չի, այո, ճիշտ ես։ Ու դու պարտավոր ես այդ մարդուն արժանապատիվ վստահելի ապագա ցույց տաս, որովհետև ինքը կարող է մտածի վաղ մեսօր իրեն կարող են օգտագործել եւ ձերբազատվել, ավելի լավը գա իր փոխարեն։ Ես այս ընթացքում մտածեցի ու հասկացա ինչի դու իմ ասացի հետ միանգամից չհամաձայնվեցիր ու միանգամից ասացիր, որ այ ճիշտ է Դավիթ, ես ինչ լավ հարց բարձրացրիր ասեմ, ինչի որովհետև քո թիմում հիմնականում ավակ սերնդի ներկայացուցիչներ են։ Չէ։ Մենք 2005-10 թվականների 2005-ից 2010 թվականներից հետո, չեմ իվարկյան 2005 թվականից հետո, նոր 20 տարեկանները, որ բանակից վերադարձած բան sense թարմ ուժերով մտնում են աշխատաշուկա։ Իրանց հետ առնչվում ես։ Ստատիստիկան հստակ չունեմ, բայց sense քեզ բան ասեմ։ Մինչև 2021 թվական միջես կառավարումով է զբաղվում հստակ հոսունություն չունենք ընկերությունում, քո ասած պատկերը ճիշտ էր։ Մեծ ասակները շատ էին։ Այս պահին մեր եկած աշխատանքի ընդունված մարդկանց ստատիստիկան հստակ չեմ ասի, բայց 80%-ը մոտ 25-ից ներքև են, ունենք 17-18 տարեկան։ Մեր մարքեթինգի բաժնի ամենաավակ մասնագետը 22 տարեկան է։ Լավ, հիմա հարց 8 մարդ է աշխատում։ Իսկ հոսունությունը փոխվել է համեմատած այն ժամանակ։ Հոսունությունը փոխվել է։ Դեպի դրականը թե դեպի բացասականը։ Հոսունությունը դեպի դրականը նկատի ունեմ դոսունությունը բարձրացրել է թե իջել է։
հոսունությունը տես մարդկանց աշխատակիցների քանակը շատացել է, հոսունությունը դրա հետ միանշանակ բարձրացել է։ Տոկոսը միևնույնն է, նույնն է մնում։ Օրինակ մենք ունենք 100 աշխատող, 100-ից 20%-ներ, տոկոսը բարձրացել է։ տոկոսը բարձրացել է։ Եկե տոկոսը բարձրացել է։ Այդ է ասած։ Դու ռիսկի ես գնում համակարգ ես փոխում, սարքում, ստեղծում, չի կարա ստատուս քվո մի հատ համակարգում հոսունությունը լինի 3%, ու նույն հոսունությունը լինի ընկերությունը, որը ընտրել է զարգացման Իցխակ ասած դավայ գիտես փուլն ընտրել, ասենք այդ փուլում է, որ պետքա նոր վերածնունդ ապրի, երիտասարդների ավերցնում, փորձում, հասկանում, երիտասարդը չի հարմարվում, մենք չենք հարմարվում, հա, ու անընդհատ մարդիկ են ընդունվում դուրս գալիս մի խոսքով։ Բայց հիմա ասեմ, տենդենց կա շատ մեծ, իդեպ քո ընկերության օրինակով, փաստորեն հիմա դուք գտնվում եք նոր ռազմավարական վերածննդի փուլում ու հետեւաբար քո մոտ դա կապվում է հենց այդ ռազմավարական փոփոխությունների հետ, որ հոսունություն տոկոսը բարձրացել է, ամբողջ աշխարհում է բարձրացել։ Ամբողջ աշխարհում հոսունության տոկոսը բարձրացել է եւ նոր սերնդի պահանջները բիզնեսի հանդեպ շատ բարձր են։ Եվ այդ ամենը շատ ուղիղ պայմանավորված է նաև նրանով, որ այս նոր սերունդը կրթվել եւ մեծացել, կարդացել է պատմություններ, որտեղ անընդհատ ջարդված այդ պլաստինկայի պես անընդհատ կրկնվելով նույն թեզն է հնչել, որ կարծիք էլ ունի։ Գործարարը լավագույն բանն է, որ դու կարող ես անել, պետքա ձգտես միայն ազատության։ Միանշանակ ասածը կարևոր փաստ է, կարևոր ֆակտոր է, բայց այլ բան էլ կա։ Կարծում գնալով սերունդները ավելի ծույլ են դառնում։ Ես վստահ եմ, ես ավելի ծույլ եմ, քան իմ նախորդող սերունդը։ Ծույլ ասել է վատով մի են գալի։ Նույն AI-ը, արհեստական բանականությունը, ինչ են ստեղծել։ Գործը հեշտացնելու համար։ Իսկ գործը հեշտացնելը արդյոք վատ է։ Կարծում եմ չէ, եթե դու որակը չես կորցնում, նույն Bill Gates-ը խոսք ունի, չէ, եթե չեմ սխալվում, շուտ եմ նրան ասում եմ, ծույլ մարդկանց եմ ընտրում, որովհետև ծույլ մարդը ծույլ խելացի, ամենաբարդ աշխատանքը ամենահեշտ ճանապարհով, հա, ընտրում ու անում է։ Ես մի հատ sense բան ասեմ, էլի այդ հարցը, եթե ծույլերի մասին խոսենք, օքեյ, նշանակեր, որ այս նոր սերունդը մեր այդ նույն աշխատանքը ավելի արագ անում, ավելի կարճ ժամանակում, բայց ոչ թե իրենք չեն անում աշխատանքը, անում են, բայց անընդհատ ցատկում են ընկերությունից ընկերություն, տեղից տեղ, ոլորտից ոլորտ, անգամ ոլորտից ոլորտ։ Մենք կայացած ենք տես։ Իրանք էլ պետք է կայանան։ Կայանալու են եւ իրանց այսպես ասած դեղատոմսը հասկանան կյանքում, ինչպես կարող են կյանքում հաջողության հասնել։ Ես ինչի որտեվ ռուսերեն ասած սաբլազնը շատ է։ Տեսնում եմ բլոգերների, ինֆլուենսերների, Mr. Beast-ն տեսնում, ինչ հեշտ են իրանք բիզնեսմեններին այդքան չեն նայում, ինչքան ինֆլուենսերներին։ Երկու թիվ կարող եմ ասել։ Մի տարի առաջ անհայտ անձ ա եղել, իսկ հիմա իրան գովազներ են օրինակ պատվիրում, այո, միլիոնավոր դրամների։ Այո։ Դա տեսնելով ոչ մեկ չի ուզում 200 դրամ աշխատավարձ ստանա, թեկուզ 20 տարեկանում եւ աշխատի այդ դիպլոմ։ Միանշանակ այդ խնդիրը կա։ Աշխարհի ինձ որպես գործատու խանգարում է։ Ահա։ Պետք է ադապտացվես։ Շուկան կյանքը փոխվում է, պետք է ադապտացվես։ Աշխարհի զումերների 70%-ը սպասում է, որ ինքը ապագայում դառնալու է բլոգեր։ Այդ Bloomberg-ի տվյալներն եմ ասում։ Իսկ 2000 Ես 70 եմ տեսել, Bloomberg-ի թվերն եմ ասում, կարող է իմ տվյալները հին են, բայց ես տվյալ չունեի, սխալեցի թիվը տղաքի 70%-ը, իսկ դա հարցվածների իհարկե բնականաբար բոլորին չեն հարցրել, իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով 2023 թվականի տվյալներով, երբ դեր Քերոփյանն էր նախարարը, Հայաստանի երիտասարդների 87%-ը պլանավորում է դառնալ գործարար մոտ ապագայում, առաջիկա 5-ից 10 տարիների ընթացքում Հայաստանի երիտասարդ, այսինքն դու 87% մարդ ունես, ովքեր կգան քո մոտ աշխատանքի եւ չեն պլանավորի 10 տարվա ընթացքում 10 տարվա կտրվածքով քո ընկերությունում դառնալ տնօրեն, որովհետեւ իրենք ձգտում են դառնան քո մրցակիցը։ Բայց դու ինչքանով ես վստահ, որ իրանց ասած միտքը համաձայն եմ, որ կարող է իրականություն է։ Համաձայն եմ, որ կարող է սխալ։ Իրանք էլ չգիտեն։ Երիտասարդների մասին համադրվում եմ նրա հետ, որ ես տեսնում եմ, որ անընդհատ երիտասարդները աշխատավայր են փոխում, որ HR-ները բողոքում են, որ հոսունությունը ամենտեղ բարձրացել է, որ համալսարաններում բողոքում են, որ ուսանողներ չեն ուզում սովորել, ուզում են միանգամից, ասենք, այն Bill Gates-յան կամ Steve Jobs-յան պատմությունը կրկնել, թողնելով համալսարանը դառնալ հաջողակ մարդ, որ մեծ թվով բաներ կան, տապալված ու փակված բիզնեսներ կան, հա, պատմության մեջ երբեք այդքան շատ բիզնես չի բացվել ու փակվել, Այսինքն
Instagram-ում շոփերի այդ բանը աննորմալ բումը, SMM կուրսերի աննորմալ բումը, որ բոլոր ուզում են դասավանդել եւ այլն, այս ամեն ինչը ոնց որ sense կոմպլեքս համակարգ է, որ դրա մեջ եմ ես տեսնում։ Լավ թեվա դա պրոգրեսն է։ Ես վստահ եմ մեզնից մեծ սերունդն էլ ասել են մեր պահով։ Ես վստահություն ունեմ, որ սովետական միության ժամանակ կրթության ավելի մեծ կարող է տեղ տված լինեն, քան մենք 90-ականների երեխաներս ստացել ենք, չէ՞, բայց մենք ավելի անորակ ենք ստացվել, կարծում եմ, չէ։ Ավելի որակով ենք, կարծում նաև չէ։ Դժվար, ինձ թվում է ժամանակի մեջ ենք անորակ չկա, կարծում եմ ապրես, ադապտացիայի մեջ է։ Այո։ Աշխարհը մեզ ինչ թելադրում է, ադապտացվում ենք։ Ու նույնը պետք է անենք այստեղ։ Թե որպես գործարար, թե որպես աշխատակից, թե որպես ղեկավարություն, պետություն, կառավարություն, պետք է ադապտացվենք նոր իզմերին, նոր նորմատիվներին ու դրա մեջ փորձենք քաղել մաքսիմալ արդյունքը մեր։ Այսինքն հասկանում եմ ես, որ մեր մոտ աշխատող շատ մեծ երիտասարդների քանակ նպատակ ունի իր բիզնեսը անի կամ այստեղ եկել է ինչ-որ իր բանը փորձի, բախտը փորձի գնալ ընկերություն, շատ-շատերը։ Ու ես իմ պարտն եմ համարում այդ մարդկանց պահել մեր ընկերությունում, այդ տեսնում աշխատակիցը արժեքավոր աշխատակից է, այս մեր մոտ արժեքը մարդն է եւ հաճախորդը եւ աշխատակիցը մեր բացարձակ արժեքն են մեր ընկերության մեջ եւ առասարակ կարծում ճիշտ ընկերության մեջ այդպես պետք է լինի։ Համաձայն եմ։ Ապրանքը չի, մարդիկ են։ Ու ես ամեն կերպ փորձում եմ այդ մարդկանց ճիշտ մոտիվացնել, մենթորություն անել, կյանքին փորձերը իրանց հետ կիսվել, ասելով բիզնեսը ինչ դժվար է, ես էլ եմ մարդ իմ թերություններով, հա, չնայեք որ ղեկավար եմ, տնօրեն եմ, ուրեմն իմ մոտ ամեն ինչ լավ, հակառակը իրանց ասում ինչքան անհաջողությունների մեջ եմ ես անցել, ինչքան հաջողություններ եմ ունեցել, ինչքան դժվարությունների մեջ եմ անցել, մոտիվացնում եմ իրանց ու ասում եմ ժողովուրդ, կարող եք սկսել ձեր բիզնեսը, բայց այս դժվարություններին կառնչվեք, կամ կարող եք մեր այդ անցնել այս ճանապարհը ու մենք ունենք տեսանելի օրինակ մեր մոտ 7 սերունդ աշխատում 10 տարեկանն է մինչև 70 տարեկան մենք աշխատակիցներ ունենք այսինքն ընտանեկան այսպես մեր ընկերության անունը Union է multi generation ընկերություն եք այո Union է մեր ընկերության անունը որը նշանակում է միասնություն ու ընտանեկան գործնական ընտանիքի գաղափարն է մեր մոտ ներդրված այսինքն ճիշտ հիերարխիայով միանշանակ կա տատի պապի հա ծնողներ թոռներ զորներ հիերարխիան միշտ կա բայց փոխվում է, չէ՞, ծորը մի օր դառնալու է տատի պապի։ Այդ ճանապարհը մենք պետքա թույլ տանք երիտասարդներին, իրանք բարձրանան, հասնեն հիերարխիայի ամենավերևը։ Մենք այդ ճանապարհը իրանց համար պետքա ասֆալտենք, տավջան։ Կլինեն մեջ անհաջող մարդիկ, կլինեն մարդիկ, ովքեր չեն գնահատի քո լավ մոտեցումը, կսխալվես մարդկանց ընտրությամբ, ոչինչ։ Կյանքա նորմալ ամեն ինչ պատահում կյանքում հուսադրող։ Այնքան եմ սխալվել։ Հա։ Իմ առաջի բիզնեսում, երկրորդ բիզնեսում ես բոլորի հանդեպ անկեղծ եմ, իմ հետ անկեղծ չեն եղել իմ աշխատակիցները։ Դա ինձ չի կոտրել։ Դա ինձ օգնել է հասկանալ համակարգը ու ընտրել ճիշտ մարդկանց, վստահելի մարդկանց։ Այսինքն չպետք է քեզ կոտրի, որ քո աշխատակիցը վաղը միսօր կարող է թռնի գնալ ընկերություն, դու նա ինչ համակարգ ունես ու բացառի այդ մարդկանց հետագայում։ Այդ պետքա դա ասել, որ իմանան, որ կարաս տարիներ շարունակ մարդու վրա ներդրվես, անես ամեն ինչ, որը որ գրված է թե դասագրքերով, թե փորձով բոլորի, անես ամեն ինչ, որ այդ մարդը վերջում քեզ շնորհակալություն հայտնի, բայց այդ մարդը թողնի ու գնա։ Թողնի ու գնա մի լրիվ անհասկանալի պատճառով, որտեվ պրակտիկայում մենեջմենթը, կառավարումը, HR-ը, բոլոր այս ուղղությունները դրանք հստակ գիտություններ չեն, դրանք ի վերջո process-ի մեջ են, բացահայտման process-ի մեջ են։ Մենք անընդհատ համակարգեր ենք փոխում, չկա դոգմաներ էլի կառավարման մեջ։ Հետևաբար մենք անընդհատ փորձում ենք հասկանալ, լավ, բա այսքան մեթոդներ կիրառելուց հետո եթե մարդը գնում է, բա այս դեպքում ինչ անենք։ Ամեն անգամ տալիս ենք նոր հարցեր։ Ու հետևաբար պետք է իմանալ, որ նեղացկոտ մարդու համար բիզնեսը տեղ չի, որովհետև եթե տենց հիասթափվում ես ամեն մի մանր այդ մասշտաբի մեջ, հա, այդ պատմության մեջ, այդ 30-20 տարվա պատմության մեջ քո բիզնեսի այդ մի դեպքը, այդ մի հիասթափությունը քեզ կարա կոտրի, քո համար դա մեծ բան է։ Մեկ ուրիշի համար դա շատ փոքր աննշան բան է։ Օրինակ այն մարդու, ով կարողանում է հասնի երկարաժամկետում որևէ մեծ հաջողության։ Դա շատ կարևոր է սերունդներին տեղեկացնել, ազնիվ լինել ու ասել, որ բիզնեսը շատ բացասական կողմեր ունի, շատ բացասական ու անորոշությունը քո կյանքի ոնց որ ամենօրյա սցենարն է, այսինքն դու վաղը թե ինչ կլինի եւ քո բիզնեսի հետ մշտական այդ հարցի մեջ դաշտ է։ Բիզնեսը ռազմի դաշտ է։ Կյանքն է ռազմի դաշտ, բիզնեսն էլ դրա ինչ որ արտացոլումն է։ Դու կարող ես վաղը մի հատ զանգ ստանաս,
քո գործընկերոջից, ով որ քեզ ապահովում է բավական մեծ ֆինանսական cash flow-ներ, ինքը հրաժարվի ձեր համագործակցությունից ինչ-ինչ պատճառներով։ Ու դա տակից պետքա դուրս գաս հոգեբանորեն եւ ֆիզիկապես։ Եվ ֆինանսապես։ Ֆինանսապեսի, հա, դրա մասին եմ խոսում։ Հոգեբանորենը նայա որ կարող է կոտրվի քո մեջ մի բան, ասես բա ինչ եմ անելու։ Բա ոնց բանտանիկը ոնց բան, բայց կան մարդու ինչպես ես ապահովեմ բիզնեսս չսկի 30 տարվա բիզնեսը։ Ու այդ հարցերից ծնվում է արդեն իրական բիզնեսի ոնց ասած ստержին ռուսերեն ասած, հա, այրեն չգիտեմ։ Դիմացկունություն է, բան է, բնավորությունն է, էլի, որ չկոտրվելու։ Զանգերից վատ ինչ որ օրենք չասեն վատ, օրենքները վատը չեն, օրենք ուղակի օրենքը գալիս է, դու պետքա դրան ենթարկվես։ Կա վատը օրենքներ կան, բայց օրենքա վերջի։ Իհարկե կան։ Միանշանակ կան, բայց որպես բիզնեսի սեփականատեր կամ դու պետքա այդ օրենքը գնաս օրենքի դիմաց պայքարես, քո ուժերը տրամադրես դրան ու պետքա համակիրներ լինեն, կամ պետքա եղած իրավիճակում հարմարվես շուկային շատ շուտ, որ օրենքը քեզ մինիմալ ցավ տա, մյուսներից ավելի քիչ։ Կամ շատ գործարաններ QR-ի էս օրենքը, QR-ի ակցիզավորման այսպես ասած օրենքը շատ հումոր օրենք է, հա, որը մտել է մեր ոլորտ, ինքը եթե գնաց առաջ միանշանակ լավ կստացվի, որովհետև հասկելու են հստակ շշի արտադրության ոչ միայն շշի ցանկացած արտադրության ներմուծման առաջի իսկ process-ից միջև հաճախորդը գնի ջուրը, ասենք ըմպի միջև այդ process-ը իրենք վերահսկելու են, բայց դա շատ դժվար իրականացվող process է, որը ազդեց վերջնական հաճախորդի արժեքի վրա։ Բոլորը գնային քաղաքականություն փոխեցին, նույն կատնամթերքը մոտ 100 դրամով բարձրացավ։ Իսկ որ դա վերածենք տոկոսի 10-15-20% թանկացում եղավ, դա իրականում արդարացված է թե չէ չգիտեմ, մեր դեպքում մի քանի տոկոս է, 2-3-4% են։ Իհարկե վճարեց սպառողը, բայց արդյոք 100 դրամ էր թե 80 էր թե 120 էր, դա արդեն պետք է մրցակցության հանձնաժողովը դրանով զբաղվի իրականում, բայց կարծում ինքը բիզնեսին հավելալ բավական մեծ ներդրումներ պահանջեց ներդրումներ եւ այդ QR-ը վճարովի է։ Առաջ դրոշմանիշը անվճար էր, QR-ը վճարովի է։ Բայց մենք չենք պայքարում այդ օրենքի դեմ։ Մենք ասում ենք գաղափարը լավն է, ժողովուրդ։ Եթե այս գաղափարը աշխատեց, եկեք նպաստենք, օգնենք, աշխատի։ Ու սկզբից sense հիասթափություն էր անձամբ մեր կողմից, բայց ինչի, բայց ոնց, արդար չի։ Հետո հասկացանք, որ մենք ավելի լավ այդ ջանքերը ներդնենք պրոդուկտների մշակման մեջ, արտադրության մեջ, համակարգերի մեջ, քան պայքարենք մեր օրենքի դեմ, որը կարող է մեզանից կարող է հաղթենք, բայց այնքան ջանք տանի, ասում արժի այդ հաղթանակը, այդ կորուստները կարծում եմ չարժեր։ Նույնը մեր ոլորտից կարող եմ ասել, մեր ոլորտում էլ օրենքը փոխեցին հուլիս ամսից։ Հարկային, չէ՞, հարկային։ Այո, ամբողջ հարկային օրենքը փոխվեց մեր մասով, խորհրդատվական բոլոր ընկերությունները, թե անհատները կապ չունի, արդեն համարվում են ավելացված արժեքի հարկ վճարողներ եւ հետեւաբար հարկը շատ բարձրացավ, պլյուս դրան նաեւ ծախսագրելու գրեթե բան չունենք, այսինքն փորձում ենք ծախսագրել, գտնել ոնց կարող ենք ծախսագրել, օրինակ տաքսից օգտվելը կամ բենզինը կամ մյուսը մեքենա գնենք, ծախս ցույց տանք եւ այլն, այսինքն վերածվեց մեր բիզնեսը ավելի շատ պոտենցիալ ինչ որ սև շուկայի, որովհետև կիսով չափ սկսեցին գործարքները պտտվել կանխիկով ոչ թե բանով, հաշվի համարին փոխանցելով իմ մասին չի խոսքը բնականաբար, բայց չեմ ասում մասին, հա, այդ արդեն հարկային է թողում հանգարում մասին։ Չեմ ողջունում։ Մենք ընկերություն ենք կներես, որ ընդհատեցի, մենք այդ նույն հարկերը արդեն 30 տարի վճարում ենք։ Դες ես sense կարող եմ ասել, ոչ թե մեկ հոգի, թե մեծ ընկերություն։ Նայ, տարբերությունը հետեւյալն է, որ նախ խորհրդատվական բիզնեսը չունի այն գույքն ու ծախսերը, որոնք ունի քո ոլորտը։ Երկրորդը չունի այն ինքը շահութաբեր է, ծախս չունի, շահութաբեր չի այդքան, շահութաբեր չի, այդ կողքից է տես տպավորություն, որ շահութաբեր է։ Եթե ծախսեր չունես, ուրեմն ինչ աշխատում ես, քո շահույթն է։ Ոչ միշտ, որովհետև օրինակ պայմանականորեն ես ունեմ աշխատակից, որը պայմանագրով իմ մոտ աշխատում է եւ մատուցում է ծառայություններ ինչ որ պրոյեկտի մեջ X կտոր կատարելով, օրինակ վերցնենք մեծ պրոյեկտ եմ վերցրել ընկերության, որի մեջ պետքա ռազմավարական բան փոխեմ եւ այդ ռազմավարական փոփոխության հետևանքով հեռացնում եմ 4 աշխատակցի եւ այդ 4 աշխատակցին աշխատանքի նոր փոխարինող մարդկանց գտնելու հարցը պատվիրակում եմ X մարդուն ու պայմանագիր եմ կնքում այդ X մարդու հետ ու ծախսա գնում այդտեղ
տեղից։ Բայց այնպեսի ծախս, որ ես կարողանամ ռեգուլյար, այո, ռեգուլյար որ կարողանամ այդ ծախսերը դուրս գնել, ես այդպիսիք չունեմ։ Հետևաբար իմ ոլորտի բանը չեկը մեծանում է։ Այսինքն եթե ես առաջ վերցնում եի ինչ-որ մի ծառայության համար 100 կամ 200,000 դրամ, հիմա ես վերցնում եմ 280,000 դրամ եւ միշտ չի որ իմ պատվիրատուն NDS վճարողա ու իրան ձեռա տալիս որ ինձ NDS 100 հաշվանցի հետ գա իրան այդ գումարը։ Ինքը միշտ չի ու իմ հաճախորդը սկսում է դժգոհել, հաճախորդը սկսում է պակասել։ Իհարկե։ Հետևաբար իմ շուկան այն շուկան չի, որ բոլորը NDS-նիկ են ու ինձ ձեռնտու է լինել NDS-նիկ։ Ես հաճախ աշխատում եմ անհատի հետ, որը վերցնում է ինձնից կառավարման խորհրդատվություն, որը իմ հետ կարակնքի միայն քաղիրավական պայմանագիր։ Եվ չի կարա ինձ ԱԶ-ից հաշիվ փոխանցի։ Ինձ փոխանցելու է ոչ ՍՊ-ից ոչ ԱԶ-ից, ես ՍՊ եմ, ես կանգնում եմ դուրս փաստի առաջ։ Դավիթ, որպես ֆիզ անց չես կարող կոնսուլտացիա տալ եւ եկամտահարկ վճարել այդ։ Չէ, ես պետք է եթե խորհրդատվական ընկերություն եմ, ավտոմատ իմ բոլոր եկամուտները հարկվում են NDS-ով։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Ցավոք Ինչևէ, բայց այս խնդրին մենք փորձում ենք ինչ-որ ձև արձագանքել, շուկայում մարդիկ կան փորձում են շրջանցել կեղտոտով, ողջունել թե չողջունել այդ բանը ես չեմ կարող ասել, որովհետև միշտ չի, որ ժամանակի մեջ երկարաժամկետ մենք տեսնում ենք, որ այդ օրենքը ճիշտ է։ Լինում է, որ սխալ օրենքներ են լինում, ու այդ օրենքները ծնում են ապօրինություններ, եւ այդ ապօրինություններ ծնելու դեպքերին է պետք նայել ու հասկանալ, օքեյ, մի բան են չենք ընդունել, եթե մարդիկ անընդհատ փորձում են այդ օրենքը շրջանցել, կամ մշակութային առումով պատրաստ չի, կամ շուկա չկա, մարդիկ չեն կարողանում փող աշխատել, ստիպված են անում դա։ Կամ մեր մենտալիտետում է օրենքը շրջանցելը, մարդու ուղեղում է օրենք շրջանցելը, ոչ միայն հայերիս, այլ միջազգային։ Չեմ կարծում, որ գործարարների մոտ այդ միտքը կա, որ շրջանցեն, երևի շրջանցում են այն ժամանակ, երբ առանց շրջանցել հնարավոր չի հարց լուծել։ Այսինքն առանց պրոստը հնարավոր չի, կամ պիտի փակվեն, կամ պիտի շրջանցեն։ Էդ է ասում, որ պիտի մեր երիտասարդները հասկանան, որ այդ տենց բարդ ընտրություններ է լինում գործարարի առաջ դրված։ Շրջանցել պետք է անես։ Կփոխվի շուկան։ Մենք դա մեջով անցել ենք որպես ընկերություն։ Ես բարի չեմ, մենք դա մեջով անցել ենք ավելի մասշտաբեն եւ ոչ միայն մենք շատ բոլոր մեծ ընկերություններով կերես որ 100% հարկ են տալի, այդ դժվարության մեջով անցել են, երբ որ 90-ականներին կարող էր դու ինչ որ բան թաքցնել, հա, չգիտեմ, այդ հետեւողական մարմինը չկար, էսեր են, հա, ինչ որ ժամանակներ են, որտեղ կարող են ինչ որ մի բան անել։ Ժամանակ ա եկել, որ դու ուղղակի չէր կարող մասշտաբանում ես, մեծանում ես, պետք է հարկերը վճարես։ Ու շատ շուտ, ինչքան շուտ, այդքան քո բիզնես կոնցեպտը կլինի ավելի ճիշտ։ Կապ չունի դու մի հոգի ես, կոնսուլտանտ ես, խորհրդատու ես, թե մեծ բիզնես ես։ Դու պետք է հարկը ներառես քո ծախսերի մեջ, քո ինքնարժեքի մեջ։ Առնչվել եմ շատ բիզնեսների հետ, թվով չասեմ, կոմերցիոն գաղտնիքները չեմ բաց IT, բայց Հայաստանում շատ բիզնեսներ, շատ լավ մարդիկ են ղեկավարում եւ օրենքը այնքան վատ է մշակված, որ ստիպում է այդ մարդկանց օրենքը շրջանցել, հակառակ դեպքում այդ մարդիկ ուղակի կարող են փակվել։ Դա բնականաբար քո դեպքը չի, այսինքն քո բիզնեսային տեսակներից է, որի շուկայում տենց խնդիր դրված չի, բայց շատ բիզնեսներ կան։ Ես պրոստը հենց մի հատ անում տամ, մի անգամից ինչ-որ մեկին վատություն կանեմ, ուղղակի այս իրողությունն է մեր։ Ես իմ ոդքասթի առաջին բանը, որ ակտուալ հարցերի մասին ենք խոսում, այս հարցը երևի ոչ միտեղ չի խոսվում ու չի խոսած, որովհետև բանա տաբու է, էլի, դնես ոդքասթի ժամանակ խոսես հարկերին շրջանցելուց, բայց մենք բոլորս լավ գիտենք, որ դա մեր շուրջը կատարվում է, դա անում են մարդիկ։ Այո, ասուժդացիա ենք անում, հա, քննադատում ենք, ասում ենք վատ է օրենք շրջանցելը, որովհետև գլոբալ առումով օրենք շրջանցելը նախադեպ է ստեղծում ավելի գլոբալ ու ավելի ճիշտ օրենքներ շրջանցելու, բայց պետքա չբացառել այն հանգամանքը, որ շատ դեպքերում բիզնեսի առաջ դրված է խնդիր գոյության եւ իրենք ստիպված գնում են օրենքի շրջանցելուն, որպեսզի կարողանան գոյություն ունենալ։ Ու մոտ ստացվում է անցնել այդ ամեն ինչի միջով ու մաքուր դուրս գալ, անցնում են, ու մոտ չի ստացվում, տուգանքներ են արժանանում, փակվում են եւ այլն։ Համենայն դեպս պետք է միշտ հարց տալ, ասել ինչ ենք անում մենք, որ բիզնեսը կարողանա Հայաստանում զարգանալ, այլ ոչ թե մտածել ոնց խախտի օրենքներ, որ փող աշխատի։ Օրենք ստեղծողը մարդ է։ Համաձայն եմ, եւ սխալական։ Իդեալական չի լինելու։
մանավանդ եթե սխալ մարդ անստած, բայց կա երրորդ ճանապարհ, կարծում պայքարել օրենքի դեմ, եթե վստահ ես դու որ օրենքը սխալ է, պետք է մինիմում պայքարել, եթե պայքարեցիր ու կառավարությունը, իշխանությունը հասկացան որ դու պայքարում ես ու իրանց մեկը քո պայքարը, բայց հասկանում են որ դիմաց դրած արդար պայքար, որ սա չլինի, դու կարող ես փակվել։ Ուրեմն ավելի լավ է դու ես երկրում առաստորակ չմնաս, չանես վստահություն չունես երկրիդ ոնց որ հանդեպ, հա, որպես ժողովուրդ, որպես պետություն, հա, որպես կառավարություն, ուրեմն դու ստեղ ես չեմ ընտրի շրջանցել, եթե պայքարեց դες այդ օրենքը ինձ վնաս է, կփորձեմ մաքսիմալ հասցնեմ անկախ թե իշխանությունը ով կլինի, կփորձեմ այդ օրենքի դիմաց գոնե ինչ որ բացատրություն ստանալ, պահանջել ու ասել ժողովուրդ ջան, տեսեք հստակ քայլերով այս օրենքը որ անցավ, ես որպես X ընկերություն կարող փակվեմ։ Եթե ես ուղակի այսպես ասած կողքից ինչ որ կորուստ եմ, որ ասում են նորմալ է, այս ընկերությունը թող փակվի, ավելի լավ է դու քո գործունեությունը տանես այլ երկրում կամ այլ տեղ կամ այլ գործունեություն սահմանես, կարծում եմ։ Մեր ոլորտի բոլոր մասնագետների եկամուտները կտրուկ հուլիս ամսից 40-30%-ով իջան։ 38%-ով, հա։ Ու հաշվապահների ասոցիացիայից մեր ընկերները փորձեցին, գնացին, բողոքեցին, ասին ժողովուրդ չկա մեր ոլորտում ծախսագրելու այդքան բան չկա, որ մենք մեր հարկը իջացնենք այնքան, որ մենք աշխատենք առաջվա մեր եկամուտները, բայց մենք առաջվա մեր եկամուտների հաշվարկով այսքան գույք, այսքան վարկ, այսքան աշխատող, այսքան ռազմավարություն են գծել ու փոխեք այս օրենքը, այստեղ այսպես չի կարելի, բայց միևնույնն է ոչ մի արձագանք չստացան, ամենայն դեպս չեմ ուզում սա վերածվի բողոքի, այլ այս խոսքս նրա մասին է, որ այս ամեն ինչը բիզնեսի համար գայթակղություն է ստեղծում շրջանցել օրենքը, հետևաբար մենք փայլուն գիտակցում ենք, որ կամերաները անջատած վիճակում բոլորս կգնանք կհանդիպենք ինչ-որ մեկին, ինչ-որ մի օր ու կհասկանանք, որ դիմացինը որևէ կերպ այդ օրենքը խախտում է չգրանցելով, ինչ-որ մեկին չանցկացնելով, ինչ-որ հաշիվ ապրանքագիր եւ այլն ու այդ մասին նույնպես պետք է իմանան մարդիկ, որ այդ ծանր ընտրությունը, այդ ռիսկը, որ ասում ենք ռիսկ բիզնեսում, այդ ռիսկը միշտ կա դրված է, հա, որ շատ ժամանակ քո եկամուտները կախված չի քեզնից, այլ երկրի հարկային քաղաքականությունից է կախված, որը կփոխվի ու դու առաջվա քո բարիքներից չես կարողանա օգտվել, հետեւաբար ստիպված կլինես ծանր ընտրություններ անել, փակվել, պատասխանատվություն կրել եւ այլն ու երիտասարդները թող իմանան այս ամենի մասին, որ ոչ միայն գրքային իրականություն գոյություն ունի եւ ֆիլմային, այլ գոյություն ունի իրական, ասածը ուզում եմ ասել իրական Հայաստան, գոյություն ունի իրականություն, որտեղ ամեն ինչ այդքան փայլուն չի, վարտագույն չի ամեն ինչ։ Կուզես քո կոմերցիոն գաղտնիք չասեմ, բայց քո կոմերցիոն պրոյեկտներից մեկի մասին խոսենք, որ չգիտեն երիտասարդները, ճիշտ է, իմ ոդքասթը շատ երիտասարդներ չեն դիտում, բայց կլինեն, եթե կան, եթե չկան, ուղարկեք ձեր այն երիտասարդ ընկերոջը, ով խմում է Կարո Այրումյանի բաները, այդ չէներգետիկները, հիմա այդ պրոյեկտի հետևում կանգնած ես դու եւ Կարո Այրումյանը։ Այո, թիմերով մեր։ Այո։ Համագործակցում եք իրար հետ եւ փաստացի վերջնական պրոդուկտը արտադրում եք դուք։ Այո։ Կարո Այրումյանի նախաձեռնությամբ։ Այո, նախաձեռնությունը համատեղ է, այսպես ասած, Կարոյի հետ sense շատ ոնց ասեմ, բնական սիմբիոզ հենց ամենասկզբից այսպես ասեմ, կոչեմ առաջացավ 23 թվականներ, ինքը եկավ մեր մոտ հյուր հրավիրեցինք մեզ մոտ, ասացինք աղա, sense collaboration առաջարկենք, համագործակցություն, քո պրոդուկտը ստեղծենք, այս ոլորտում չկար տես փորձ, մենք առաջին եղանք ու sense ինտուիցիա էր տանում, չգիտեի ուր են գնում, ոնց են գնում, ոնց է ստացվելու, բայց փորձեցինք։ Կանոն որ եկավ մենք չգիտենք ինչ պրոդուկտ ենք անգամ արտադրելու։ Մենք իրա դեմ 15 տարբեր համեր ենք դրել։ Ու ինքը փորձեց մենք էներգետիկ ըմպելիք ունենք, բոլորը խմեց, բայց հավանեց էներգետիկի համը։ Դուրը շատ եկավ, ասում բայց ես չեն կարող արտադրել։ Ասում երեխաներին էներգետիկ տալը ոնց որ քրեորեն պատժելի է, էլի կարելի ասել, էթիկայից դուրս գան այդ ժամանակ էթիկա հիմա արդեն օրենքով է, եթե չեմ սխալվում։ Հա, օրենքը միշտ է եղել, ուղղակի խիստ չի եղել, չեն հետևել, հիմա էլ հետևում են թե չէ, Աստված գիտի, մի խոսքով դա այլ թեմա է։ Դա շատ կարևոր է։ Ու միտք առաջացավ, ասենք արի գունանյութերը մեջի հանենք, այդ ազդող էներգետիկի բաները հանենք, ակտիվ նյութերը, տաուրինը բանը։ Տաուրին, կոֆեին, հա, այնտեղ գուառանա ունենք, էլ կարնիտին, մի քանի ձևի մեջը շատ հարավազա գնում մի խոսքով վիտամինային կոմպլեքս ամբողջը հանեցինք, թողեցինք միայն բյուրավետիչը, ինքը դարավ գազավորված ըմպելիք առանց գունանյութերի։
անունն էլ կարող է թիմ առաջարկես չէներգետիկ, մարդուս էս թիրախային ոնց որ երեխային ծնողին հստակ ասեց էներգետիկա, բայց չէներգետիկա։ Ու ինքս էս մի հատ բում արեց շուկայում, համ Կարոն շատ մեծ ինքը ինֆլուենս ունի, այսպես ասած, երիտասարդների, երեխաների վրա, այսպես ասած մոտ եւ պրոդուկտն էլ էր հաջողված ու այսպես մի քանի ամիս չենք հասցնում այդ պահանջարկի տակից դուրս գալ։ Պահանջարկի տակից բավական երկար դուրս չենք եկել։ Հաջորդ տարի հանեցինք, այս տարի հանեցինք 2 նոր համ, բայց մյուս տարի արդեն մշակում ենք լրիվ այլ պրոդուկտ, գաղտնիքա ճիշտ ասած չեմ կարող դրա մասին ասել, բայց մեզ նոր պրոդուկտ է սպասվում, Կարոյի հետ մշակում ենք արդեն թիմի հետ ամբողջ մշակման փուլում ենք։ Կարծում եմ ապրիլ-մայիսին արդեն գաղա պրոդուկտը տեսնենք։ Հետաքրքիր է։ Պատմություններ է շատ հետաքրքիր, որ արտադրանք չէր հասցնում հասնել խանութներ, այսինքն չէր հասցնում էր խանութներ, բայց չէր հասցնում հայտնվել պոլկաներին, բայց արդեն հենց տենց բանով բլոկով դրած հենց այդ աշխատող բերումա բլոկը դնում է գետնին, որ սկսի դասավորել այդ պոլկաներին, մարդիկ վերցնում տանում են 1200 դրամով վերավաճառում են իր պրայսը 350, 1200, հա, չկար։ Մենք ասենք մատակարարում ենք X, պահանջարկը 5X էր, առաջին մի քանի ամիս։ Երիտասարդները տեսնում են ու ուզում են դառնան տենց, այդ ուզում են կրկնեն նույնը, ինչ որ Կարոյին հարցնեն, YouTube-ի Կարոյին, չէ, իրական Կարոյին, ինքը ինչ դժվարությունների մեջով անցել։ Շատ մտքեր, գաղափարներ, անհաջողություններ, ինքը ճանապարհ անցել, որը ոչ մեկ չի տեսնում։ Նույնը մենք 30 տարվա ճանապարհ ենք անցել, խորթ ու բորթ շատ։ Ու ասում եմ, շատերի համար դա կլինի տիտանական ջանքեր, որը չի ստացվի, մեր համար այդ 30 տարվա անցած ճանապարհի շնորհիվ պրոյեկտը ստացվեց ավելի օրգանիկ, ավելի հեշտ, հա, կարելի ասել։ Ձեր փորձն էլ գումարվեց այդ ամենը։ Այո, Կարոն էլ իր անցած ճանապարհով, իր պատկերացումներով, իր ստացածով, հասածով այդ տարիների աշխատանքը մեզ բերեց արդյունք։ Բայց դա չի լինում, որ դու այդ արդյունքը ստեղծես առանց հիմքի։ Այսինքն հնարավոր չի դու այսօր որոշես դուրս գամ իմ պրոդուկտը արտադրեմ, հա, լինեմ Ռոբերտը, պրոդուկտ հանեմ ու վաղը դա վաճառվի։ Ինչ հիմքով պետքա գնի, պետքա հարցեր տաս։ Ինչու պետքա գնի։ Այո, ինչու իմ կոնտենտը պետքա նայեն մարդիկ։ Իմ կոնտենտը ինչով է հետաքրքիր։ Ինչ եմ տալի, նորություն եմ տալի, նորություն չեմ տալի, գիտելիք եմ տալի։ Այդ իմ ոլորտի խնդիրներն են, էլի։ Խոսքով։ Երիտասարդների համար հեշտ է թվում, բայց իրականում բարդ է էլի։ Հա, կողքից շատ հեշտ է ամենից թվում, որովհետև մարդիկ չեն տեսնում դրա հետև արվող աշխատանքը, որովհետև դա արվում է կուլիսներում։ Իսկ վերջնական պրոդուկտն է ներկայացվում մարդկանց, հետեւաբար մարդկանց մոտ տպավորություն է, որ պրոդուկտը ստեղծվել է մի մտքից, մի աշխատանքից, մի քանի ժամվա ջանքերով։ Վերջին հարցն եմ ուզում տամ Ռոբ ջան, մենք բավական երկար զրուցեցինք ու մի հատ շատ խուտուտոտ հարց եմ ուզում տալ քեզ։ Լսում եմ։ Ինչ ես կարծում, ինչի Հայաստանում չեն սիրում հարուստ մարդկանց։ Տես օրինակ ես ու դու քոլեջից որ ծանոթ էինք, ես համել մի քիչ լրացում անեմ, որ դու այդ ընթացքում պատասխանը լավ մշակ ես, որովհետև մի քիչ բան խուտուտոտ հարց է, ոնց որ սկզբում ասեցի, որ քոլեջում ծանոթացակ իմ մեջ ի սկզբանե ոնց որ լավ վերաբերմունք կա լավ ապրող մարդու հանդեպ ու ոնց որ ինձ չէր վանում են փաստը, որ դու քոլեջում ասենք արդեն զբաղվում ես քո բիզնեսով ու հնարավորություններ ունեիր ավելի շատ, քան օրինակ իմ այդ տարիքի շատ երիտասարդներ ու ես այդ թվում։ Այդ ինձ ոնց որ չէր վանում, հակառակը ինձ քաշում էր, ինձ հետաքրքիր է շփվել մարդու հետ, որը կարողանում է իր կյանքը լավ դասավորի եւ ստացվում է իր մոտ։ Բայց մեզ մոտ ոնց որ ուրախանում են, երբ որ օրինակ ինչ որ հայտնի գործարարը նստում է, կամ ինչ որ մեկին ձերբակալում են, կամ ինչ որ մեկի գործերը վատագնում, տապալում է, բանկրոտ է ճանաչվում, դրանով ուրախանում, հրճվում են, իդեպ ոչ բոլորը, բայց շատերը։ Համենայն դեպս այնքան շատ մարդ, որ դրան կարելի է անվանել որպես տրենդ, մշակութային տրենդ։ Ինչ ես կարծում, ինչու հայերը հաճախ չեն սիրում հարուստ մարդկանց։ Արես ինձ վատ ուսանողի պես չպահեմ քննությանը ու եթե հարցի պատասխանը չունեմ չհորինեմ ճիշտ ասած։ Քո կարծիքով ճիշտ պատասխանը չունի այդ հարցը։ Շատ չունեմ կարծիք տավ այդ մասով, պատճառը ես էլ չեմ հասկանում ինքս, ոնց որ դա կոլեկտիվ անգիտակցականի մեջ է։ Դա խորը հոգեբանական հարց է, ինչու մասնագետի կարծում եմ ներգրավվածություն է պահանջում, դա էլ փաստ չի, որ մասնագետը կարող է հասկանալ։ Այսինքն այդ մարդու հետ պետքա շփվես, մտնես իր կոշիկների մեջ հասկանաս այդ մարդը ինչի է ատում։ Եվի ռոպագանդա է ինչ որ տարվել կամ տարվում, չգիտեմ,
Հողակի մեջ գենոմի մեջ է կարող է դա կոլեկտիվագիտակցական ինչ որ այսպես ասած ինչ որ եզրույթ է կարող ամբողջ աշխարհում է տենց մենք Հայաստանի մասին ենք խոսում բայց մենք քանի տարի էստեղ ապրում ենք նույն կյանքը կարող է ուշտեղ ունենաս էլի նույն խնդիրներին բախվես շատ դժվար հարց է դժվար իմ համար դժվար հարց է այդ հարցի պատասխանելու համար կարծիքս ճիշտ չի լինի թյուր կարծիք ունենամ էլ այդ հարցի մասով ես լավին եմ միշտ հավատում ուզում եմ այդ մարդկանց փոխեմ եթե մի օգ էլ ես կարացա փոխեմ ասեմ նայ դու չունես այդ գումարը նա ունի դու դեպի այդ գումարը աշխատի արես քեզ օգնեմ մեկ հոգու էլ ես օգնեմ ես այդ հարցում ինչ որ լումա եմ դնում բայց պատճառը հասկանալու համար ես չեմ կարող ճիշտ ասած չունեմ կարծիք դավճանես հարցի շուրջ անկեղծ քեզ կասեմ Շնորհակալություն ես էլ եմ շնորհակալ Всё Շատ լավն էր այդ շատ կարևոր շատ ճիշտ ձևով ձևակերպեցիր քո բանը որ չես ուզում պատասխանես այդ հարցին որովհետև ամենամեծ խնդիրներից մեկն էլ գիտես որն է որ մարդիկ չեն կարողանում ասեն չգիտեմ հա Դաս մեն ամոթ է երևի ասած չգիտենք ինչ որ բան պետք է ես մասին վատը մտածեմ հա այդ ընդունակությունը ասել որ ինչ որ բան չգիտենք Ես գիտեմ որ ոչի բան չգիտեմ հա Ես խոսքա չէ ու այդ մարդիկ են սովորաբար շատ բան իմանում որոնք տենց են մտածում որ իրանք ոչինչ չգիտեն Շնորհակալ եմ Ես